Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Բոլոր սրտից թույլ մարդկանց խնդրում ենք հեռանալ էկրաններից հաջորդ կայարանն։ Բոցերի արխիվարիուս։ Առաջի անգամ հիմա վերցրել ենք, փորձում ենք հանենք։ Մեկ էս ձենա գալի։ Ջայլներ ջան, եկեք, դուք էստե կնստեք։ Սեյֆ պատմություններ։ Շտապ օգնությունում եմ աշխատում։ Տոանասուն։ Դրանք տալ մաման բացմա։ Սմա ձեր մոտ սմա զենքա բանի մեջ, պայուսակի մեջ, ոսկում թե զենք։ Ամուսինս էլ համաձայնվում, ասենք ասում ես ուրիշ տարբերակ չունեի ես պարագայում։ Դե ավտոն սենց արուն լվի, մեկ էլ ոստիկաններ են գալիս։ Յուղը տապով է պլիտի վրա, տապավ կա ենթակայանը։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա Step by Step Group Երեխաներ գնացեք մի քիչ PlayStation խաղացեք, որովհետև այսօրվա թողարկումը հաստատ 18+ է լինելու, որովհետև տաղավարում են Նարեկ Մարկարյանը։ Ինքն է 18, հովանավոր է։ Ես вообще 18+ հետ կապ Դու չունեմ։ շատ 18+ Բժիշկ ես։ Դավիթ Տոնյան։ Ես կարմրում եմ քո Դու ռիվերը ես նայելուց։ 18 տարի է, 18+, ամենամեծ էրոտիկ ֆիլմերի շարքը ձեր հաղորդման մեջ է։ Ասենք ինքը ինձ եկի ասում է դա։ Հա, Մցեք էլ այսօր YouTube-ը չփակի։ YouTube-ը չի փակի, ձեզ խնդրել եմ հիշել այն պատմությունները, որոնք հնարավոր է խմբագրելով պատմել։ Միևնույն է, YouTube-ում ենք ամեն ինչ կարելի է, բայց դիտում են նաև երեխաները, դա չմոռանաք։ Մանեջանց մարժները եփենք ու Հիմա Շատ բոլորովին վերջերս մի հատ մենք հյուրասիրեմ։ հա, այդ լուրջ էր։ Այո, Մարիանա ընկերությունն է ներկայացնում հայկական արտադրության բալմի պահպանողներն են, այո։ Մեր իմացած Մարիաննան։ Մարիանա ընկերությունը ներկայացնում է բալմի հայկական արտադրության պահպանողները, որ համնեք ընտրում, կարող ենք վայելել եւ հովանալ շոկոլադ, պիստա։ VIP բանա։ Արա VIP հաղորդում։ Բարձրորակ սերուսկային կարագով է պատրաստվում, այո, շատ համեղ է։ Պիստաչիո, ոնց իմացար որ ամենասիրած։ Որտե հիմա լուրջ պիտի ուտենք ես մարաժը։ Այո, կարող եք Ես վայելել։ Նոր անուն, անկրկնելի համեր, սերուցքային կարագով պատրաստված նրբահամ պաղպաղակներ Վայելիր համերի յուրօրինակ համադրությունը Բալմի, անգամ անունն է համեղ Եվ ես ձեզ հյուրասիրեմ նաև մեր մյուս գործընկեր Անդակո ընկերության Zwek իտալական բնական Այսա մենք օգտագործում ենք տանը։ Այո, հրաշալի է։ Բալմին էլ Իսկ կփորձեք ու հաստատ հովանավորների մեջ կօգտագործեք։ յուղ փոխով կա ավտո, ես էլ պիտի յուղը փոխվի։ Ոչ, կարող եք դիմել։ Ասում էի էլեկտրական Ինձ էլ Դավիթ էլի առավ ինչ որ Իմ Արա ասարի էլեկտրական։ Դե Ժարդին է էլեկտրական։ Հիբրիդի հետ դու ունենում ես համ էլեկտրականի խնդիրները, համ չէլեկտրականի։ Որ համն եք ուզում, ձեզ հյուրասիրեմ։ Խնձոր չկա։ Այդ դեպքում pineapple-ը լավ։ Կա, խնձոր կա։ Հա, okay։ Ուղղակի կարմիր խնձոր է, կանաչը չէ։ Թորնի։ Այո, առանց շաքարեն իդեր։ Դավիթ ջան, ձեզ որը հյուրասիրեմ։ Ես Բժիշկ ջան։ հա տարավ հա խնձորը սա։ Խնձորը։ Բգիտ կա այնի։ Այդ Դες լավն է։ pineapple-ը։ Pineapple։ Բա դու չես ուզում։ Արքայա խնձոր, ես Դե էլ արքայա։ աղջկանից առաջին արդենք որ մարաժնին ա ուզում։ Չէ, ես շոկոլադ սիրում եմ, այնքան Որ ուրախացա, որ շոկոլադը ինձ դրել, թողեցի։ դրա համար չհասցրեցի։ Ես էլ արքայա խնձոր, իդեպ Դու ավոկադո եք սիրում։ առանց գունային եւ համային հավելումների եմ բժիշկ ջան, կարող եք ձեր պացիենտներին էլ խորհուրդ տալ։ Բժշկյան, Բժիշկ ջան։ բժշկյան։ Եվ սկսենք հենց այնպես Կայֆա որ TV պատմությունները։ հաղորդում չի, սենց ազատ լրված է, չէ։ Հա, Ուզում ես ես պատմեմ դու մարոժնիկը, հետո դուք պատմեք։ դու արդեն պատմություն հիշել ես։ Դավայ։ Մենք բոլորովին վերջերս նոր ստենդափ ծրագիր ունեինք, Այո։ նախընտրական վակցինացիա, որտեղ որոշեցինք, որ Դավիթը պետք է, այսպես ասած, ռազագրևանի։ Որոշեցիք զանգեցիք կլինի դες ռազագրևանը, մասին հա։ Նա Իրականում։ պրասիլսիա։ Հա, դե ինքը կավեն է խաղացել տենց բան, էլի։ Իրա մեջ ոնց որ մարտնչում են, ինքը պետք է դառնար հումորիստ, ուրոլոգ թե նույնիսկ երգիչ, որովհետև բարձեցինք նաև ռեպ ա գրում։ Ինչևէ, ասեց ես ուզում եմ ստենդափ անենք, ասինք հա, թույն բան տենց գրի։ Հետո տենց հասկսեց զանգել Դավադի տան, տակ էս եմ գրել, ամեն շուտկեն սենց հերթով, սենց ինչ-որ բան։ Մանեջան իրանց համերգներ հարավանելու։ Չէ, հետո պարզվեց, ահա որ տենց
18+ բաներ ա գրել, որը նենց հա մենք էլ ենք երբեմն բանանում, ու հաստատ այս ցենզոր չի ուզենալներ, բայց Իրանը սենց սուպեր 18+ էր էլի, տենց պատմում ա որ օրգաններն են մարդիկ նկարում իրան ուղարկում ու իր հեռախոսի մեջ էտի կա ու էտի օքեյ է, որովհետև բժշկական նպատակներով ամեն ինչ այդ դրանից էր պատմում ահագին։ Հետո պատմում էր պացիենտը ինչ ա մցրել դրան ոչ համապատասխան տեղ, հետո էտի այնտեղ միացել է ու շատ մանրամասն այդ սաղ պատմում։ Ասում եմ դա, ոչ մի բան էր էլի նույնը պատմի, բայց թող դες ամեն ինչը դες մանրամասն մի նկարագրի, որտեղ մարդիկ կջոգեն ինչի մասին է խոսքը։ Դες հիմա մարդիկ էլի խնդացին, որ դասի ջոգեցին ինչն են մցրել, բայց դու սենց շատ բաներ, հա, իր առաջի բանը սենց լրիվ սենց մանրամասն պատմում է ոնց մցրեց, ոնց միացավ, ոնց չէին կարող անել։ Պատմությունը չգնի իմանա ինչ անել, գայդ է, ֆոտո դրել էր, քաշում էր որ հանել։ Դա հումոր չէ, դա գայդ է, դու ցույց ես տալիս։ Հա, սենց չափազանց բաներ։ Ամենախնդալու որն է, զանգում եմ իրան այդ հումորը ասում եմ, ինքը ասում է սենց արա, զանգում եմ իմ բոյովին։ Ասում եմ Անունը դեռ չենք տալիս, էս անունը չի կարելի, Voldemort-ին։ Էնի ասում է, չէ, սենց արա։ Ու ես ինձ երկու քարի արանքում եմ։ Ստիլայի եւ Խարիբդայի արանքն է։ Նարեկին Սերգեյը նոր նայած, հիմա դրա տակ եմ էլի մի քիչ։ Հա, վերջը տենց դուրս եկավ, իրականում շատ լավ ստացվեց մոտը, լավ բայց խմբագրված տարբերակը պատմես, թե էլի կարելի էր որոշ դետալներ թողնել, որ մարդիկ իրանց երևակայությունը օգտագործելով բան անեն, բայց չէ, էլի sense ոնց որ 5 տարեկանների համար ոնց էր գրածելներ, այն իմաստով որ սախ պետք է բացատրեն բոլոր մանրամասները։ Ուրեմն ես դες սենց ասեմ, էլի մարդ կար այդ նույն ստենդափին, անունը չտանք բարձր, որ չէր զանգե իրանց ուղեղը չէր տա հարթուկել ու հելավ տխուր 10 րոպե բեմի վրա կանգնեց ու գնաց։ Տենց մարդ էլ կար, հա։ Ավելի լավ չէ՞ որ ես զանգե։ Չէ, դու քո ռազագրել։ Հիմա հաստատ այդ մարդը շատ հասկացավ, չէ՞ ռազագրել արեց ինքը։ Նվեր հասկացա որ չէ որ Եթե չջոգիր նվեր քո մասին է։ Հա, բժշկ հետո որ արդեն նույնը երկրորդն ենք անում, բան արդեն սենց եկավ են բանով, էլի սպրո ստենդափ կոմիկ է, եկավ, բան սենց եկավ, իր գործը խզարեց, բան ծածեց, այն որ արդեն գիտի որտեղ են խնդալու, սենց ավելի վստահ է, էլի, երրորդ ժամանակ բաբշու բոմ։ Երկրորդ ժամանակ լարված է, մամաս ու պապաս էին ընդեն ստացած, աշխատում էի այդքին քո ասածով, էլի, սենց շատ չխորանամ, հա։ Իսկ կարաս հիմա էլ պատկերացնես, որ մաման պապան նայում են։ Հա, նայելու են։ Պրոստի իրանք սովորել են։ Բանը զատո մամաս զանգեց համերգից հետո ասում է Նարեկն է ինչ արտիստ է։ Արտիստ, քեզ առավոտ քեզ որ զանգեց ասում է Շտոտը լավ զգացի։ Ասում է ինձ արտիստ դեռ ոչ մեկ չի ասում է ինչ լավ է խաղում ման։ Չգիտեն որ չէ։ Շոկի մեջ էի։ Դե բանա ինքը իրականում sense լրիվ բժշկական առումով sense թերապիայի տեսակ է, որ դու հելնում ես, ինչը քեզ ջղայնացրել է, ինչը քեզ կատաղացնում է, բան, sense կարողանում ես կիսել, մարդիկ որ նույն բանի վրա խնդում են, ուրեմն ես մենակ չեմ sense տարօրինակ ինչ որ բան, էլի, էս օքեյ է որ էսի կատաղացնում է, այդ բանը sense կատարսիս է որոշակի լինում, հա։ Չէ, դա համը կայֆ է։ Դե լավ պատմի այդ պատմությունը։ Որը։ Ինչն էին մտցրել չէին կարող հանեն։ Հա, ինչն էին մտցրել չէին կարող հանեն։ Բոլոր սրտից թույլ մարդկանց խնդրում ենք հեռանալ էկրաններից հաջորդ կայարան։ Այս տեսակի թողարկումը, հա։ Ես վերցնում եմ պիստաչիոն։ Գիշերը, գիշեր։ Կրասնոդարյան դաշտի գիշերներից մեկն է, այնտեղ եմ աշխատում, սովորում եմ շուտ Կրասնոդար քաղաքն է։ Այնտեղ սա խմած են, մանավանդ ուրբաթ իրիկունը ավելի խմած են մարդիկ, էլի, այտենց մի քիչ ավելի խմած են։ Ու ինչ պատմություն ասես, մեր հետ եղել է։ Չգիտեմ, այնտեղ այդ ուրբաթ իրիկունները, ով հերթապայր, առավոտը կարող մի հատ ստենդափ մի ժամանոց գրեր, դուս գար ելույթ ունեմ, բայց մի պատմությունը շատ լավ եմ հիշում, մենակ հերթապահ եմ, որտեվ իմ ավակ բժիշկն էլ է խմած։ Դա նորմալ է, Ռուսաստանն է։ Վատ է, էլի։ Հա, իդեպ Հայաստանում նման։ Գովր խմած չլինի, չկարողանա բուժի ինձ թվում է։ Ուրեմն հերթապահ եմ ու գալիս են ու փոքր հիվանդանոց է, այտենց պոլու գյուղական ու ինչ հլնում է, բերում են քեզ, ասենք ծնունդ ելներ, պետք է կազմակերպեր, մինչև գինեկոլոգներն եկան ու կեսարյան անեին օրինակ, հիմա եկել է հիվանդին պարկաստում են, ինձ տալիս են հիվանդության պատմությունը, ախտորոշում ինառոդն է եկել է Толстый кишки. Толстый кишки, հա։ Осознал Прямой пաղ։ Հա։ Прямой։ Հա, primo, հա։ Գալիս եմ ասում եմ ինչ ա եղել, դե այդ նույն պատմությունն է, դե առաջի անգամ չի ինչ-որ բան ենք ընդդեից անում, սա նույն պատմությունն է։ Ոտը սոտ տվեց ընկա։ Դե սաղի մոտ ոտը սոտ տվեց ընկան, այդ
Ում հետ չի եղել։ Հələ դու քո հետ չի եղել, ո՞տ է գնում ես կամեր սոթա։ Բազմիցս ընկել եմ, բայց что-то ոչ մի բան։ Չէ, բան չի։ Մենք ասում եմ ինչի վրա ես ընկել։ Ու բարձվում է ոնց է Ֆալո։ Հա, ֆալո էլեկտրական ֆալո Իմիտատոր։ Ֆալո իմիտատորի։ Որ իմիտատորիով ես ասում, մի տեսակ ոնց է։ Գրական Չեզոքացնում ես, հա, ասացի։ Վիբրատոր։ Հա, էդի է։ Մի բան ֆիքսենք, տղամարդեր։ Տղամարդեր, հա, տղամարդեր, պացիենտը հետանցքում հայտնվել է վիբրատոր։ Էլի առաջի դեպքը չի։ Այդ նես չի որ առաջի անգամ, հիմա վերցրել ենք, փորձում ենք, հանենք։ Մեկ էս ձենա գալի։ Օրացս կատաղում եմ, ինձ թվում է բուժքրոջս հեռախոսն են, իրան գիտեմ, որ հեռախոսը դուրս թողեն, էլի, որ չզանգեն այդ բային բան։ Որ մեկի հասկացա վիբրատորը միացել է։ Այդ քաշելու ընթացքում կնոպ վիրացուն չի էլի մանիպուլացում ես հանես, կնոպկին կապելու այդ վիբրատորը միացել է։ Օրա հիմա դուց լույս ա վառվում։ Ուժեղ տարբեր գույների։ Ստո մյուզիկել կար, պրոստը չէինք զգում։ Այ, в общем, այդ արդեն դառավ ծանր վիրահատություն, եկան ընդհանուր քիրուրգները, արդեն հանեցին։ Իմ նպատակը այդ բանը պիտի անջատելն է, որ այդ բանը շատ չվնասվեր։ Այդտեղ խնդալու ստենդափ էր արմ կոմեդիի նախընտրական վակցինացիան, դեպ հետընտրական բանը եւ հետընտրական բարդություններ։ Մեդիտացիա։ Հետընտրական բարդություններ։ Դե այս օգոստոսն էս շատ բան է, հա, ասես չի նպաստում, որտեղ բոլոր դալիճները, բացի այս դալիճից շատ շոկ են։ Կստաճ ես դալիճը շոկ չի։ Լավ բան։ Եկեք երկի պետական թատրոն։ Այստեղ կոնֆերանս կար, գիտական անես, հետաքրքիր է։ Դզոց։ Եթե կրոնական չի, ամեն ինչ կարող եք։ Պատմություն հիմա ինքն է պատմում, թե չէ, կրոնական ասի, որ շատ խնդալու պատմություն է։ Ես այն անգամ մի հատ շատ բան պատմություն կա, որ ուզում եի պատմեի։ Հա, իմ հյուրերի մեծ մասը միշտ դուրս ա գալի, հետո ասում եմ, վայ, մի հատ բան եմ մոռացել, կգամ հետ։ Այ հիմա այդ հնարավորությունն եմ ստացել։ Ուրեմն այս ինչ եղել է միջև արմ կոմեդին է, միջև ես ու Սիրգեյը կարող է ինչ-որ ստենդափ հլը տենց մանր ակումբայում արդեն անում էինք, բայց 2000 կարծեմ 7 խորհրդարանական ընտրություններ էր, որոնք ոնց որ հենց նոր ավարտվել էին ու դրա հաջորդ օրն էր Սիրգեյի ծնունդը պետք է նշեինք։ Ուրեմն ապրիլի 6-ն է եղել։ Սիրգեյի ծնունդը ապրիլի 7-ին է։ Չէ, ապրիլի, հա։ Պետք է գնանք նոր տունա տեղափոխվել, մասիվում Ով է ավելի լավ ճանաչում Սերգեյին, այս հաղորդումը կարող է կոչվել։ Ես պրոստը հոգեկան տրավմա ունեմ իր այդ ծնունդի հետ կապված։ Ինքը ատելով ատում է իր ծնունդը, ես որոշել եմ եկամ գիշերով սյուրպրիզ անել, դու հետներս էիր։ Չէ։ Հեն որ աջարականի տորթ էինք թխել։ Հետո մինչև հիմա հիշում ասում, դու առանց ինձ հարցնելու ինձ ծնունդը եկել է շնորհավորել։ Ներմայնացել, հա։ Այո։ Boundary-ները իրա։ Հա, իր գեյ բան ունեմ, որ ես ծնունդը չեմ շնորհավորել սրանից հետո։ Լսի, ուրեմն նոր տեղ է, տունը չգիտենք որտեղ է, առաջի անգամ ասաց, թե ինչ Բաքվում սպասեք, ընդ գրադարան կա մասիվի։ Մենք ոչ մի կգանք ու մենք շուտ տղեկով հավաքում ենք, ես էլ գործից եմ գալիս, այն ժամանակ լուրջ տեղ էի աշխատում USAID project, այնպես ստացել որ կոստյումով եմ ես ու մնացած այնպես տղեկով բան հավաքում ենք ու գրադարանա կողքը, քանի Սիրոգը չի եկել, հա, Սիրոգն էլ եկավ, ասենք մտնենք, в общем, բան, գրադարանը նայենք, քանի մարդիկ հենց բոլորը գալիս են, մտանք ներս, բան Մեկ էս լսում եք ինչ-որ գործ ասես բան ալում, հիշեցնեմ նախորդ օրը ընտրություններ ա եղել, հանրապետականը այդ ընտրություններում հաղթել է ու էդի հանրապետականի շտաբ/գրադարանա։ Հիմա մենք մտանք այդտեղ, մեկը մի հատ կին, ասենց պոլկեքի գրքերի sense հետևից տոնամ sense շուտ միս ա խառնում sense շուտ թասով բան ու ինձ տեսավ ասեց հա եկեք մենք sense նայեցինք իրար ասենք օքեյ sense գնացինք ներս անցանք sense մի հատ ինչ-որ Կավեր չէ Սիրոգի տունելն է այնպես sense սեղանա գցած sense մեծ մի հատ սենյակա ու լիքը sense սեղանա գցած բարձվում է հանրապետականները այդ օրը որ հաղթել են բան այդ շտաբը տոնում է իրանց հաղթանակը Որ մտանք այդ սենյակ, մի հատ լրիվ ուրիշ կին, էլի մեզ տենում է, հա, ջայլներ ջան, եկեք, դուք էստեղ կնստեք։ Ու մեզ էս տարան նստեցրին են, դե մենք էս դավայցի։ Գնացել ենք, հա, հիմա մենք մի 4-5 հոգի ենք մեր ընկերներով։ Էլի ասում եմ, էս սաղ միջև արմ կոմեդին է, իրանք մեզ չեն ճանաչում, մենք իրանք չենք ճանաչում։ Սենց հիմա ասես նստել ենք ու մարդիկ դեսես գնալով սենց հավաքվում են։ Բան այդ ընթացքում մեր նոր ընկերներ ասում են գոշը մտի գրադարան սենց ձախ ես անում բան։ Գալիս է սենց նոր մարդիկ են գալիս ու սկսեցին ինչ-որ տոնել, ինչ-որ սենց կենացներ, բան։ Ու եկավ պահ որ մեր կենացներն խմում, որ այս երիտասարդները բան եկել են։ Ու մենք սենց ինչ-որ բան։ Հետո Սիրոգը հելավ ատվետ կա կենաց, ինչ-որ ավակ սերնդի կենացն են խմում, բան։ Ու պետք է, հա, ու պարում ենք արդեն այս մարդկանց հետ, որ այս արդյունքներով համ խնդում ես, իրավիճակի վրա, համ ասում ես, օքեյ, ինչքան կարա էսի ձգվի, էլի։
Հա, ուսես բանը։ Բարեցինք արդեն դες մի քանի կենացից նստած ենք, մեկ է մի հատ կին ոնց հրթե սկսեց էլի այդ հարցը տալես, вообще ով չէ։ Բայց ուսես հերվից ես զգում եմ, էլի, sense բանով sense ինձ նայում եմ, բայց մոտեցավ մեր ընկերոջը, որ դեմս էր նստած, ասում է դուք ում հետ եք։ Այսինքն sense արած մանելու ին վրա է ստալ, ասում եմ իր հետ եք։ Ես դե կոստյումով ենք, ֆրազ դուք որտեղից եք, ասում եմ ես կենտրոնականից։ Значок ունեի, որը բանը գլոբուս էր значокի վրա։ Հա, շուտից բան։ Ասում եմ ես կենտրոնականություն, ու всё, մեզ բան արեցին, թողեցին։ Ոչ մի ժամ ու կես նստել ենք, մեր սիրոգի սախ հյուրերը եկան մեր հետ նստած են, ասում եմ մենք չենք գնալու, վերջի քո ծնոնդն է, էլի, տիպը տորտ բան անենք։ Սիրոգ ասում է, չէ, ասում եմ, միջև խաշլամեն չի, չենք դուրս գալու, ոչ, միջև խաշլամեն մնացինք, մանարեցինք, հետո դուրս եկան գնացինք, այդպես միջև վերջ իմացան կենտրոնականից էին։ Հիմա արում կոմեդին են նայում, ասում են տարիներ անցա։ Իսկ դու ինչ հիշեցիր։ Ուրիշ ուղղություն ես բռնում։ Չէ, դա պրոստը սյուր պատմություն էր, էլի, Սիրոգը որ բան անելով Շատ խնդալու պատմություն է, առոտ կինս դեր հաղորդման ֆանատն է։ Սաղ բաց չի թողում ոչ մի հաղորդում։ Իմ կինն է։ Քո կինն է զանգերից չի պատասխանում YouTube-ով բան է նայում։ Չէ։ Նաուշնիկով բան է նայում կողքի շերտը։ Բայց որ միշտ էս խնդում այն շուտ էս նաուշնիկով, էդի 90% դեպքերում։ Տեսեք ես ձեր կանանց տրամադրությունը բարձր եմ։ Կամ մեկ կարող եմ երար։ Ձեր փոխարեն։ Արա դե ես եմ նայում։ Ես էլ եմ նայում։ Սաղ առաջի հաղորդումից մինչև այսօր Բոլորը նայել ես։ բոլորը նայել եմ։ Օ։ Ես իրենց պատրոն դավոն եմ։ Պատրոն դավայ։ Դուք դենց եք Պատրոն եմ։ ծանոթացել։ Չէ, օրայից շատ էլի սյուր պատմություն է։ Ես Arm Comedy ֆանատ եմ։ Այդ վաղ ես բլոգ չունեմ, ոչ մի բան չունեմ, ուսանող եմ։ Սիրագի մի անգամ Facebook-ում են on-tot կոնչում, քեզ տենց եմ էջ առաջ։ Մերսի մանջը։ Кто этот потерпел? Ոչ դու։ Кстати, հալած։ Ավելի Ես պրիятно։ էլ եմ էս սիրում։ Կարակ բանը գալիս ասա։ Սիրագի ոնց եմ ծանոթացել Facebook-ով ինչ որ կոմենտներում գրեցի, վայ ձեր հաղորդման մեծ երկր պագո եմ, բան ես այնվաղ դուսն եմ, ասում եմ դրսից բժիշկ եմ, բան, ասի գամ Հայաստան ծանոթանանք, բա հա, բան։ Մի օր գրում եմ, ասում եմ եկել եմ Հայաստան, բաց ցամ, դե արի գնանք լվացքի մեքենա առնենք։ Գնացել ենք Բաղրամյանի տունը որ առել ենք գնացել ենք դրա լվացքի։ Լուրջ առաջին Բայց ինձ ծանոթություն։ տարավ Arm News-ի այն առաջի հարգի արտլանչում պատիվ տվեց այդ օրը։ Ահա։ Մի անգամից քիմիան բռնեց։ Այո, բայց շատ էլի խնդալու պատմություն հիշեցի։ Էլի Ռուսաստանում ա եղել, չգիտես խի։ Ուրեմն Ռուսաստանի մասին ինչ կա պատմի։ Հա, չէ, դե ոչ մեկ էլ հետ չեմ էթալու։ Բանը ուրեմն մեր գործը սկսում էր առավոտ 7-ին։ Ես Կրասնոդար քաղաքից մի 10 կիլոմետր հեռու այդ պոլիկլինիկա, դրա բժիշկն եմ, էլի ուրոլոգն եմ։ Մեծ պոլիկլինիկա 200,000 բնակչություն ունի, միշտ հերթեր է։ Առավոտ 7-ից կես եմ գործի գնում, որ հասցնեմ այդ օրը վերջացնեմ, բան։ Մտել եմ 8-ին, դրանս դեմը սենց մի հատ հերթ է։ Լիքը տատիներ են նստած, պապիներ։ Սենց մոտիկացա, ես եմ շորտիկով, նաուշնիկներով իմ այդ վայբի մեջ էլի, սենց ձեռը սմուզի բան, սենց այս վիճակներով գալիս եմ։ Մեկը դուրս սենց եմ անում, այդ կնիկ սենց եմ, «Молодой человек, не видите очередь»։ Ասի, «Ой, извините, пожалуйста», գնացի հերթի մեջ նստած եմ։ Հերթի մեջ նստել եմ, իրանք ինձ են սպասում։ Ես ասում եմ նորմալ բժիշկ է, էսի բան։ Դե լսել ենք նոր է եկե, բան ասես, բան, արա մի քիչ ժամ 40 րոպե ես նստել եմ, չէ՞ Ուգանդայից տնօրենը։ Զանգին բողոքին, բան տնօրեն իջել է տնօրենը, տենը հերթի մեջ նստած եմ։ Շոտ համես բժիշկ է։ Ինքան եմ խնդացել, բայց այդ օրը молодой человек, դու գիտես, չէ՞, молодой человек, очередь, не видите։ Կա տենց հա, էլի տենց յուրատուկ խամստվայի տեսա։ Հա, ընդունեցի ագի խնդացինք, այնքան լավ մարդիկ դուս եկան, հա։ Բախվել ենք։ Մենք որ Մոսկվայով որ ինչ որ տեղ ենք գնում, վեշնից սիրոգն է, անցնում է, մաշանա անցնում է, դեն սաղ անցնում են, հենց ինձ հələ մի հատ եկեք։ Ում բան ես, վերջի անգամ տենց ասեցի, это потому что я чёрный։ Չէ, բան, просто ձերը բան են անում, սրանք կողքրանից ղժում են, էլի։ Ինչը պապ իմինը ինձ պետք է կանգնացնեն։ Ինչ բանում այրապորտում։ Այրապորտում, հա, դες միշտ։ Բայց մի անգամ ինձ այրապորտում մանեն գիտի, նույն չես դու, չես եւ բոլորը LBC մեծ երկր պագու են ու առաջի անգամ դիմի արդեն 20 տարի առաջ էր երևի, ոչ մի ես Ամերիկայում եմ այդ work and travel-ով 3 ամիս աշխատել եմ, ամեն ինչ, ամեն գործ արել եմ, փող եմ հավաքել, որ պետք է գնամ LBC տունը տենամ։
ու նստել եմ բանը аэропортում եմ պետք է թռնեմ Ջորջիա, որ Ջորջիայից թռնեմ այդտեղ ու տենց անցա այդ բանը մեկ էլ ինձ ասում են հլարի այդտեղ էլ հոչ ասացի դա потому что Абдулхамид иди сюда Ատլանտ Ջորջիայի аэропортում դա չէ էլի ես չեմ ամենա հա եկա բան ասում է ձեր մոտ ասում է զենք է բանի մեջ պայուսակի մեջ ասում եմ թե զենք հա ասում է բացի դու քո ձեռով պետք է բացես էլի ես ես բացում եմ ձեռս տանում եմ արա ու սես արա ու հիշում եմ որ 3 ամիս առաջ ես հայ երեխա որ մեծացել է նինջաների մասին ֆիլմերի վրա շոկոսուկի բանման որ ընկել եմ այնտեղ տեսել եմ խանութում զվյոզդշկա են ծախում իհարկե առել եմ զվյոզդշկան որովհետև իմ 10 տարեկան եսը չէր ների որ չառներ երկու անգամ տենց տնգծրել եմ ծառի վրա ու ինքը դու սուրել չէր սուվենիրն դրել եմ այդ ռյուկզակի մեջ ու վաբշե մոռացել եմ որ ինքը կա Հիմա եկավ ասում եմ ոչ էսի զենք է բան մենք բան ենք անում ասում եմ դեսի նախ սուվենիրա զենք չի բան չէ ոչ մեր այդ մի խոսա գնա police officer-ի հետ խոսա ունդ police officer-ը եկավ ցույց մի հատ տղա բան ես ասենց Elvis-ի մազերով Elvis-ի մայքով բան ոնց կգնաս որ այդ մեզ այդ խաղակ առաջի անգամ բան սկսում եմ բացատրել որ ես Հայաստանից եմ բլա 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 առաջի անգամ travel եմ արել ես շատ մեծ Elvis-ի ֆանատ եմ ես էլ սուվենիրա որը մոռացել էի բան ման այս մարդը ասենց լսեց ասեց son Just because he's an American hero and I like him so much, I will let you go. He's told us to Ուսս թողես գնացին որ ինչքան շնորհակալ եմ մարդու։ Վերցրեցին, հա, միջև հիմա կստати եթե մարդկա զվյոզդիշկա ունի։ Հա, վերցրեցին, բայց ես պատրաստ էի տալ լիժ բացնել ու դու գանք ստացա $200 դրա պատրաստ որ Դե կարևորը չգնացի։ Հա, իսկ բանում Մեմֆիսում ոչ եմ էլի այդտենց over այդ լորի մեջ Elvis-ի այն ժամանակ կար Մեմֆիսում սևամորթների համար դա ամեն ինչը առանձին էր ու սա բլյուզ երաժիշտներ rock and roll-ն վաղ չկար էլի Elvis-ը որ 14 տարեկան էր բլյուզ էր սիրում ու այնտեղ խանութ կար Lansky Brothers էր կոչվում որը երկու հրեա եղբայրներ էին որոնք շորեր էին կարում հենց բլյուզ երաժիշտների համար BB King-ի մյուսի այս տպերի համար Elvis-ն էլ իրանց բաներ էլի երկրպագուներ ու միշտ ինքը երազել է որ այդ խանութից ինչ որ բանի ու հենց հայտնի դարավ կարացավ իրան թույլ տա այդ խանութից օկտիվի բան ռոզովի ինչ որ պիջակներ բանման ու գնացի այդ խանութը տենց գտա ու Փակվում է այդ խանութը, արդեն փակ է ոնց որ, ու մի հատ պապի է ներսը, ասում եմ, ինչ կլինի, բան էլի, մի անգամ է իմ միակ բանն է, ասում եմ, մտնեմ մի հատ item ձեր խանութից առնեմ, ես մտածես թողեց, sense մտա, sense գնացի, sense առաջի t-shirt-ը sense վերցրել եմ, բերեցի կասա, այս պապին անցկացնում է, մեկ ես նայում եմ, վերևը նկարներն այդ Lansky Brothers-ները, երեխեքի հետ, Elvis-ի հետ, նայում եմ ներքև պապին, նայում եմ վերև նկարում ջոգում եմ ինքն է։ Ասում եմ, is that you, բա, ման, այդ նկարվեցի, բան, մատես, լրիվ, հա, էլի, այդ պատմական մարդ էր, էլի, ով որ BB-ին է հագցրել, Elvis-ին, հագցրել, չէ։ հա, Այ վրավել են տես ասել։ Ասեն հագցրել։ Այդ аэропортում իմ հետ էլ ես, հենց այս վերջի հուլիսի ամսվա մեջ է եղել։ Արդեն օգոստոսն է կներկա։ Նախորդ ամսվա մեջ է Լոնդոնի аэропортում իջնում եմ աշխարհի առողջության թեժ պահնը Անգլիայի ֆորմով եմ։ Ես գիտեմ ինչ եմ անում, էլի։ Ուրեմն բացի զվարթնոցից դե աշխարհի բոլոր аэропортներում քեզ դիմավորում է մի паспорт կոնտրոլ ու 200 հատ սամալյոտ է իջնում այդ պահին։ Մեկ այդ հերթևից էս паспорт կոնտրոլ տղես ես նայես։ Մի։ Արի հենց այս կարգի գնացի սցամ։ Մեր բալենշիկն էս, մեր կողմից ասում հա եկել եմ այս vibe-ի մեջ ապրում եմ, կոնֆերանս եմ գնացել, բան Պորտուգալիա forever։ Գնացել եմ բան։ Ասում եմ, արի դու արագանցի, դու ասում դու չպետք է նկնենք։ Wow, love life։ Հա, դու չպետք է սպասես, բան, հա։ 4 տարի սպասենք ան։ Հա, в общем, սոս թողս паспорт կոնտրոլն անցում, մեր երեխեքը մնացել են հերթի մեջ։ Մեր աղջիկերքը գործի տեղի ինձ կանչեցին, հասկացի, ես կռիսավալի անցա, աղջիկերքը ընդեղ են մնացել ու մեզ պետքա դիմավորի մեր բժշկուհիներից մեկի հորեղբոր տղեն։ Այս մեր բժշկուհին, ումի չեմ ճանաչում, այս բժշկուհին համեստ տան տիկինը այն հայկական, ավանդական մեր Քրիստինա Հայկովնային ջերմ բարևներ, ոչ ասած հոպարից տղ են գալու, մեզ դիմավոր ինքը Լոնդոնում է ապրում։ Դուրս եմ գալիս Նա ասես փորով տղամարդ, չարոխներով հայհավարիս ես կանգնած, երկու հոգով բարձր խոսում են, ասում եմ, Եվի Քրիստինա Հայկովնայի հորեղբոր տղեն է, բայց դե մոտիկ չեմ գալի։ Չի դզում, էլի կգանք ծանոթացնենք, շփվենք, բան կանենք։ Արա։ В общем, աղջիկերքը паспорт կոնտրոլն անցնում են, Քրիստինա Հայկովնան ասել տղամարդկանց կողքով անցնում է, մեկը մի հատ կյաժ, տատուիրով կեքով
մի հատ sense բոյով, sense ոտին տատու բան տալու sense Անդո ջան։ Արա, իմ ասում եմ մոտիկաց արդեն չեն ոսում դու ես Անդոն։ Իրանք չեն ասում են դու Անդոն։ Արա շատ ավելի հավանական է դա հնդիկներ կային, բան իրանք կարային Անդոն լինեն, քան այդ տղա որ ինքը լրիվ տենց вообще այդ լորի մեջ չեր մտնում էլի։ Մի անգամ, կստати, ես էլ եմ այդ բանը շորով պլստացել, նու բան չի արել, собственно, որ պլստայ։ Մենք Բոստոնում ստենդափ էինք արել ու պետք է թռնենք Լոս Անջելես, որ այնտեղ ստենդափ անենք։ Բոստոնում մեզ տարան իրանց այդ բանի Red Sox-ի խաղին, բեյսբոլի իրանց ամենահայտնի թիմն է, Բոստոնը ապրում է ոնց որ այդ թեմով, բայց որ պետք է գնայինք արդեն այնտեղ, մեզ նվիրել էին արդեն Լոս Անջելեսի Dodgers-ի թիմի ինչ որ շոր, ու որ թռնում ենք այնտեղ, այդ շորն եմ հակել նույն լոգիկայով։ Ու էլ բայց հələ Բոստոնի аэроպորտում ենք ու էլի ինձ потому что я ասեցին շուստր։ քաշեցին, ասեցին, հələ մի հատ արին բանը որ sense ֆռմա, անց բան արեցին։ Ֆրանսիան ասում է շուտ արնակ է, ոչ բայց երկրորդ անգամ այս բանը ֆռսնում։ Արի շուն, չէ, բայց չեն թողում գնամ, էլի երրորդ անգամ են ֆռսնում։ Ասում եմ, հա, ասում եմ, չենք հասկանում էլի, բայց մի բանի տեղ ասում եմ, կարող է Dodgers-ի մայք են, ասրանք սկսեն խնդալ, հա, դե վсё, давай, անցի էլի։ Որ երկու հատ կատակես անում կարաս գնաս։ Ես ու կինս վերջերս Փարիզում ենք, մեր ամուսնան 5 տարիներ գնացել ենք նշենք ու ամենտեղ հերթա, Disneyland հերթա, Louvre-ում հերթա, բան ասում եմ հղիա կարա ասնի բան, ու տես հղիությամբ թողում եմ բան, իջանք սամալյոտից երկու օր հետո պարզադրել։ Դե փայլը կա։ Ինչ որ դες ասում եմ, ջոգի вообще չենք խափել։ Երեխու մասին էլ կարաս բան պատմես։ Ինչ պատմեմ։ Ես իմ Երեխուս մասին ինքան բան կա։ Երեխուս կարա պատմի։ Աղջկանը Ալիսա է դրել, ու տունը քաշել է Yandex-ի Ալիսա։ Ամեն անգամ որ ասում է Ալիսա, բլամ երկուսն միանում smart home-ա քաշած։ ու կառավարումը Yandex Alisa է, իմ աղջկա ունը Alisa է, ու երբ որ ես աղջկաս բան եմ ասում, դու այդ Yandex բանը зачем вы ругаетесь։ Այդ նորմալ ավտոյի մեջ էլ կստացի, որ ինչ-որ իրար խոսում ենք ու ասեմ խոսքի բանը, խոսքի Դավիթը գալիս է, մեկը գալիս է բարի վրա միանում այլ, բայց իրաց տանը non-stop է։ Աղջկաս վերջի բոցը գիտես։ Դավայ։ Ասում պապա, ասում եմ ջան, ասում եմ խեք ինձ առավոտը հանում ուղարկում մանկապարտեզ չեք դեմ քնած։ Տրամաբանական։ Դառը կյանքի տրամաբանական արծաթ։ Գիշերը ոնց որ տանջում եք քնցնեք բանանեք առավոտս պետք է հել գնա մանկապարտեզ։ Քանի տարեկան է։ Աղջիկս 2 նոյեմբերին Դες կլինի տուի 3։ կորերը պետք չի լավ։ Նոյեմբերին կլինի 3։ 3-ի մեջ, ահա։ Նոյեմբեր Երկուսն են ասում։ Բայց մեզնից ուժեղ տրամաբանություն ունի։ կաթով ես անում, որ ամուսներ բան։ ինքը իր նույն սահմանները գծում ունենց է իր բանը անում, դու էլ ես գացը որ երեխեքից չես սպասում որ իրանք այդքան խելացի կարանելներ, մեկը մտքեր են տալի։ Հա, շատ բան է։ Զարմանալի RP են էլի ու այդ որ բաները հələ այդ սեթինգները դրած։ Մենք շատ դրած։ հեքիաթի մեջ ենք մեծացել, հավատացել ենք ամեն ինչ, իրանք չեն հավատում։ Էդ էլ, բայց մեր մոտ այս բաներ կա որ էսի պիտի չանես, էսի sense որ անես ամոթա բան, երեխեքը լրիվնս բան էլի, հələ մակուր sense տվում են այդ բաները չկա։ Ինչ մեզ հրամցրել են փոքր ժամանակ, մենք ընկալել ենք, ընդունել ենք, հավատացել ենք։ Էլ չենք մտածել, երբ մեծացել ենք դրա մասին, երեխեքը հիմա որ ասում են, «Վայ, какие недодумалась», էլի, ոնց չեմ մտածել։ Հա, առանց կոմպլեքսներ են մտածում, էլի, ոչ թե մեր նման։ Հա ու բանը, հա, իրանց այդ հարցադրումները, բաները շատ այն օրը տարել եմ կոնտակտի զապարկ, մեկ այդ այցիկի կողքը նստել էր, սա կենք վախեցել եմ այդպես կենթանիներից բանում, այցիկի կողքը նստել սենց եմ։ Ապա այն ուղարկել եմ ուտելիք բերի, դու մի քիչ սպասես, եկա գա կերակրեմ, որ այն ուղարկել եմ, էլի։ Այ շատ Ես վախում այցի, արի զրուցենք։ Չէ, հիմա չեմ, Դավիթ, իսկ այցը քո մոտ ինչ ասոցիացիաներ ունի։ Հորոսկոպով ինչ։ Այցեղ չի։ Լավ, էլի պատմություն, լավ, բժշկական պատմությունները միևնույն ավելի հետաքրքիր են։ Բժշկ, դե չէ, շատ պատմություններ կա, պրոստո ես դες պատմեցի, թե ինչ թեժ գիշեր եմ այսօր ունեցել, դրա համար դες դժվար է այդ ամեն ինչը հիշացնել։ Լավ, հələ ժամանակ կա հիշի։ Վիդեոները քաղաքում։ Կոմոդ որ ընկերը տա գալիս ստուգման։ Խոսքի ինչ որ հայ հաղորդավար։ Էդի կամար ոնց է, տենց ինքը, հա, ինքը հերթական պացիենտ է, թե ինչ որ ուրիշ վերաբերում։ Ինքը պացիենտը պրոստո փող չի մուծել։ Այդ օքեյ։ Չէ, սիրում երբ ընկերներ։ Չէ, ես սիրում եմ իրանց վրա աչոք հավաքեմ, գնում եմ մոտս, հետո հիշում ես, որ եկել է իր մոտս։ Շատ խնդալու պատմություն կա, մի հատ կին էր գալի մոտս, ովքեր զույգ էր, երեխա չէին ունենում ու ճոր այդ կնոջ այդ ամուսնու մոտ էր խնդիր, այդ կնոջը շատ տանջել էին բան ու այս կինը շատ ազդված էր կիսուրից, որը իրան ասել էր դու մարդ չես, քեզնից Պողոս Պետրոս դուրս չի գա։
Հիմա այս կնո ամուսնուն բուժեցինք, կինը հղիացավ, 2 տարվա մեջ 2 տղա երեխա ունեցավ, մամայի արև մեկի անունը դրել է Պողոս, մյուսի անունը դրել է Պետրոս, որ կիսուրին ապացի որ ես Պողոս ու Պետրոսա դուս եկե։ Դարակազմի Արա, Սկեսուրի պորտատը դրում։ Ասում եմ դու, ասում եմ ես չէի կարա ուրիշ բան անել, ասում եմ ամուսինս էլ է համաձայնվել, ասում եմ ես ուրիշ տարբերակ չունեի ես պարագայում, ասում եմ ես իմ տենց բանը Հայկ Ալեքյանին պատմենք թող գրի մարդա մեկում էս ավելի։ Հա Հայկ Ալեքյանը что-то ինչ-որ շատ է ինձ իր սերիալում բես վերջերս հիշատակում։ Հա, մեկ պատամ է, շատ լավն է Հայկի հումորը։ Հա, քեզ Որա ժոտ խնդալու բան պատմեմ, ուրեմն Հայկ Ալեքյանի բանի վայբը իջեցի, բայց ուրիշ բան պատմեմ, ուրեմն մի հատ ռեստորան կա Երևանում, որտեղ տալիս են մալինայի մաճար։ Մալինայի մաճարն են տալու, ես իմ Քյարթու արեշտի ստոմատոլոգ ընկերոջ հետ այդ հովոյի հետ նստած ենք այդ ռեստորանում։ Վիտրինայի մոտ խմում ենք կարմիր գույնի, տենց մալինայի մաճար, գլուշի տանում, ահավոր ձև է, դա շատ լուրջ խմիչք է։ Մեկը սա ցանում, դու որ բարբերշոփն ես գնում, ասում եմ դե ես ինք, ասում եմ դու որ դե, ասում հա ես էլ եմ այդտեղ գնում, ասում եմ եղունգները տնդե բան արել, ասում եմ հա երեք եմ արել, մեկ կնայես բանման։ Ուտե խորացանք որ կողից մեկը անցնի։ Արեշ բրուտալ տղեկ ռոզովի գինի են խմում ու իրար եղունգներ են ցույց տալի։ Ինչ արեցիք արեշտի հետ։ Արա պրոստը այդ պայինը մի պահ ջոգել է որ Հայկ Ալեքյանի բաներն էինք թերթում այդ պայն երկուսով նույն բաններ դրա համար հիշեցի։ Արա շատ խնդալու կլներ մեկը կողից հələ նայ բանը ռոզովին գինի։ Կստати հա այդ ինչքան է փոխվել։ Մեր ժամանակվա պատկերացումը Քյարթոյի ու հիմա էդի լրիվ որ ես կուզենայի ժամանակի մեքենա ալնել հիմիկվա Քյարթոյին Կծեի մեր 98 տվի քյարթներին, հա բերդե հələ գնա շփվի հետներ, էլ որովհետև հիմա հա սենց Էդիթ Պիաֆի երկար մազերով, սենց ինչ որ ոսկեզոծ ինչ որ սենց տարերով, ճղած ջինսերով, բան։ Հա ու մենք որ նիֆորմալ ենք այդ թվերին, էլի մենք որ սենց ճղած ջինսով հագնում ենք, էդի տենց ինչ որ երկու շաբաթ գնալով թեմա էր, հա։ Ես բան ունեի, ես 3-րդ մասում հագնում էի Queen-ի մայկա։ Տատուս տուններ ընդեղ շատ ժամանակ է անցկացնում Queen-ի մայկա ունեի բան, ման ու ինքը արդեն ինչ-որ մարդիկ են նկարած միզը հետո իմացել էին որ իրանցից մեկը կարող է ոչ տրադիցիոն բան ունի ու հետո դες բաներ ասում են բայց չէ բան էսի շնիկը կարգին դուք ասում են we will rock you listen դες դնում է լսում են հա բեսի հզորա բան դες ոչ շատ հետաքրքիր կուլտուրական շփում էր էլի Չէ, ամենը խնդալու գիտես որն է, խնդալու պատմություն չէ, դա խուր բանով ասենց ասեմ, ուրեմն կնոջս աղբոր երեխեն տարիքով պատրոստը կա էլի։ Ու պատմում հայտեղեկի մասին էլի, իմ գուլտավի խմբերից մեկն է, հայկական ռեպի, հա ես եմ պատմում ու մի կաթիլ մեղրն եմ դրել իրենց երկին։ Դա երկի ռազվյասկեն ինչու՞մ է, որ մեկի մամայի մոտ բարձր քֆուր են տալիս ու կռիվա սկսում սաղ մեռնում են, էլի, սաղ կռիվը տուց է սկսում։ Լսեցինք երգը խնդացինք, մամիկը ասում ցամ, բայց ինչի համար կռիվ արին։ Այդ քարտուների տարբերությունն էլի իմ համար հարց էլ չի առաջանում ինչի այդ կռիվն եղավ, էլի։ Հայտեղեկի ալբոմը էքսկուրսիա է մեր ժամանակաշրջանի։ Հա, պատմագրությունն է։ Հա, էլի իր համար, հա, քֆուր տալու համար, հա, սենց կռիվ եղավ, հա, սենց ինչ-որ մի բան Բայց առաջ։ հիմա են անում կռիվ միևնույն է։ Հա, բայց ոչ, չէ, հիմա ավելի վտանգավոր է։ Հա, սպանում են։ Ես օրինակ մեր ժամանակ Էրեբունիում եմ մեծացել, մեր ժամանակ ինչքան է կռիվը լներ, ոչ մեկ ոչ դանակ, մկրատ, բան, այդպես բաներ չկար, աշխատում էին սաղ ինչ-որ խոսակցան մակարդակին վերջացնեին, ինչ-որ ծանոթ խառնեին։ Ախպոր ճարեին։ Հա, իսկ հիմա հա, արդեն մանոց որ հիվանդանոցում ես ասում, գիտես, դանակահարություններ, բաներ, հա մի քիչ լրիվ ուրիշ ձևի է, էլի ամեն ինչը դառնում։ Լավ, այս կեսուրների թեմայով արի էլի բաներ պատմի։ Բոցեր չէ, դրանք հիմնականում տխուր պատմություններ են, դրանք բոցեր չեն, օրինակ ես վերջերս այդ վիդեոյի նկարել, զույգեր եկե մոտս, հղիություն չկա, հետո խոսացնում է զույգին, զույգը պաշտպանվում է, հղիություն չի ուզում գնացի, բայց սաղ ազում բարձր։ Այդ ես կարդացել եմ։ Okay, որքանով էսի անեկդոտ է եւ որքանով է իրականություն, որտեղ 100% իրականություն է։ Նայ, որտեղ էդի մենք ես այտենց անեկդոտ գիտեմ, որ Հա մենք ենք գնացել բժշկի։ Ես այտենց անեկդոտ գիտեի, որ Չուկչան անդադ երեխեքա ունենում, գնում է բժշկի, բժիշկը բան դուրս է գրում իրան պահպանակներ, որ օգտագործի, հետո մի ամիս հետո գալիս է, ասում է բժիշկ ջան, շնորհակալություն, ասում է ի՞նչ է օգտագործում եք, հա, ասում է ամեն օր խմում եմ, ասում է հետո գնում եմ զուգարան ուռում է պայթում է բոլորը ծիծաղից մեռան։ Էսի անեկդոտ էր, հիմա այն ինչ որ դու ասում ես իրական է, ու ես հրաժարվում եմ հավատալ, որ 20 գոնե տարեկան մարդը չգիտի, որ դրա պատճառով երեխա, դա հենց նրա համար է, որ երեխեք չեն պաշտպանում, իրենք զուտ չեն ուզում։
Այդ երեխեքը պատրաստ չեն երեխա ունենալու։ Սկեսուրին են մոլորության մեջ։ Հա, օքեյ, լավ։ Տանը չեն ասում։ Հայրանք ասում են բժիշկ մենք հիվանդ չենք, խնդիր չունենք, էլի։ Այդ իսա թակ ունալ։ Մեծերն են բերել այդ որ ասիր կիսուր բան, իմ արդեն բզբզում են որ այդ երեխեքը ինչ որ Դա դե Գերդաստանով բժիշկի մոտ գնալ Անանը էլի խնդալու պատմություն շատ հիշեցին, 90-ականներ է իմ համար։ Հիշի։ Գերդաստանով շատ են գալիս, որտեվ Չէ, հիմա առաջ չէ, բայց ես որ մի անգամ կոմոդ եկել եմ, դու սկեպ կակնոց բան, sense հակա ոչ ոք չճանաչի, sense մտա։ Հետո ես տարակեզի բան չէ, անազոր չեք ճանաչում նա սիֆիլիսի անազոր մեկ Բայց այդ պատմությունը կստացի, այդ պատմությունը իմ հետ ռեալ եղել է, որ նոր ենք ամուսնացել։ Շատ արագ ասա ինչ Այդ ես պատմություն։ ստենդափի մեջ օգտագործել եմ, որ նոր ենք ամուսնացել բան, էլի բժիշկը ասեց, այդ ժամանակ դավոյին չէի ճանաչում, ասեց որ մի հատ լավ անալիզ տաս միջև երեխա ունի, ու գնացել եմ այդ անալիզը հենց այդ անալիզը տալու, ու արդեն պատասխանն եմ Ոլի sense նստածն եմ սպասում եմ բան, մեկ էլ այդ աշխատավը տեսա։ Հա, Նարեկ ջան, եկեք, բան, մցրեց, Arm Comedy Նարեկ ջան։ Ոնց սկսես բան։ Դες սպերմաստերի դրեք։ Հա, ուրա սերմի անալիզը։ Ասեց, ինչ որ դες բաներ են։ Եմ շոկի մեջ ես էլի ինգնում։ Պատմություն հիշեցի։ Այս կարճ է պրոստը հիվանդին արշփոթված ծանր օրվա վերջում բուժում եմ, գրում եմ այս ինչ դեղը քնելուց 1 ժամ առաջ տեղ գրում եմ քնելուց 1 ժամ հետո։ Արես մարդը բուձելնիկ է դնում, դասի 12-ին պարկմակնում, մեկին ելնում դեղը խման նորից քնում արա ինքան եմ խնդացել։ Ասում եմ լավ արա մարդիկ ամեն ինչ հիմար կզանգեն, չես զանգեն։ Ասում 12-ին քնում եմ 1-1-10 դնում եմ բուձելնիկը, զարթում դեղը խմում էլի եմ քնում։ Մաշայի հետ գնացել ենք ուզի, եմ որ արդեն կարան տենց սերա ասեն բայց մենք ասենք դա սյուրպրիզ մնա էլի ասեմ տղա է նախորդ ասենք ու ասես նայումա հիմա այս ուզի վրա ասես ցույց տալի ասում նայեք ասում այսի սիրտն է խփում ասում նայեք էսի իրա քիթիկն է էսի ականջիկն է էսի լիկն է կուզեք սեր ասեմ ու դες մենք իմացանք սերը էլի արա շատ խնդալ է որ ավտոմատ պալի տարել երկար չիմանանք որ սյուրպրիզ լինի ասես երրորդ ամիսն Ենջեր պարտիանել եք տանի ուրեմն կավեն ենք խաղում այս առաջի անգամ բեմ պետք է դուս գամ կավենա շուտկեք են գրե ու կավենում կավեշիկնից ով եղել է ինքը կհասկանա այդ պահը երբ որ դու հումորը դու էլ կիմը կավեշիկ մի խաղ խաղացել եմ մի խաղ դու սիրոգից լավ տղա ես ուրեմն կավեշ չի խաղացել Պլեբեյը ուղղակի եկե մտել ուրեմն Որոշեմ լավ թիմում եմ խաղացել Վահագի Արմուշի այդ պրոֆեսորի բիս պրոֆեսորի մի խաղ եմ խաղացել Դու իրանցից խնդալու ես երևի Ինչ որ իրականության մեջ Դելա Ուրեմն կավեն ենք խաղում առաջ անգամ պետքա բեմ դուրս գանք ու կավենշիկները գիտեն որ հումորը մի ամիս փորձում ես ինքը արդեն կոմր զզվելի է իսկ դու մենք վաբշե խնդալու չի Առաջի անգամ 3 հոգով ենք, ես եմ մեր Սամոնը ու Մհերնը հելնում ենք մեր ֆակուլտետը ներկայացնենք բժշկականի մեջը։ Հելնում ենք ելույթ ենք ունենում։ Իսկ բժշկականի թիմերը կավենում ամենաուժեղն են եղել Մենք հենց բոլոր բժշկականի Էդի լավ թիմեր իրանց դուտատիվեր։ Փոխ չեմպիոն ենք։ Բանը ոնց որ բժշկականի մեջ ֆակուլտետներով ենք բանը։ Հելնում ենք հումորները անում ենք բան ու մի հատ հումոր ունենք, որտեղ Սամոն պետք է դասախոս խաղա։ Ես էլ վատ ուսանող ու ինքը պետք է նենց անի, որ ինձ կդրի քննությունից, բայց իմ մասին զանգած է, էլի, սենց ինչ-որ նոմեր ենք խաղում։ Մեր ուսխորհրդի նախագահ Խաչիկը Մարկարյան, ով հիմա պրոռեկտորն է ինստիտուտի, Սամոյին տալիս է ակնոցներ, մենակ ելույթի օրը, մեկը +5, մյուսը +45։ Սամոն սենց խաղում է, դասախոսը խոմ, ասում եմ, ինսուլտ խփեց իրան, ու չի տենում դեմ, էլի, դա ակնոցները դրել եմ միանգամից բեմի վրա։ Սես գնաց, ես քաշում եմ պար դասախոս հետ եկեք ասես ու չգիտես ինչ անես, ոբշե մտած մեզ տված բորշեցինք սաղ վատ անցավ, էտե կրեցինք Ենք արկեր, որ մեզնից հետո պետք է հելնենք կեցի մելուա երկեր, մեր նոմերի վեդրոն բեմի վրա էր, տուն էի գնացել, զանգին ասին եկեք ձեզ մեդալ են տալի Չէիք հավատում, բայց մտածեցին բեմադրած է Այդ ակնոցները շատ ու խնդալու Իսկ մենք համար ես խաղում, որտեղ ես Elvis-ն էի ու պետք է Թաթային ծորացնեի այդ շարժումները, որ Թաթան գլխով էր այդ անում, տիպը ես ոտերով անում, բաներ, բայց մեր թիմը դարավ չեմպիոն, որտեղ կիսեց Նարխոզի հետ, տեխնիկապես ես Հայաստանի չեմ։ Էլի այդ Նարխոզը Գրի 1-0 Մի անգամ մտածես գրի դուս եկա։ Մի հատ պետք էր իրան էտի, հա
մի հատ պետք է։ Այ ում համար էր զանգած էլի ջեգի։ Չէ, այդ կավենի տարիների պատմությունները շատ սյուր պատմություն են։ Մի հատ ընկեր ունեինք, կավենի մոտ փուճուր սենյակ ունենք, կամորը կա էր էլի, ինքը որ տվել էին բժշկականում, նոմերներ գրեին այդտեղ։ Մեկը մեկի վրա սենյակի ու 40 հոգով մտնում ենք, մի հատ ընկեր ունեինք 4 օր վրա 4000 շալվար ճղեց էտեի աթոռին։ Ու 4-րդ օրը տնա մեխում ասում եմ, չէի կարող տես առաջի օրվա վերջում էլ այդ մեխը բանը։ Նույն շալվարից 4 տեղով իրենք շորի խանութ ունեն դրանով բանը կոմպենսացվել էր։ Թող այդ շատ խնդալու պատմություններ կան կավենի հետ կապված, բայց այդ կավենշիկներով գանք ստե մի օր նստենք պատմենք դրանք։ Okay, հաջորդ անգամ իսկ պատմություններ։ Սև։ Հա, այդ սև հաղորդում։ Բացի նրանից, որ ինձ аэроպորտում միշտ կանգնացնում է։ Սև պատմություններ։ Շտապ օգնությունում եմ աշխատում։ Ունենք մի հատ երջանկահիշատակ բժիշկ, ես ֆելշերը, ինքը բժիշկն էր։ Գիշերը 5-ն է, կիսա քնած, սոված, չլողացած, շտապ օգնության բժիշկներ դուք հերոսներ եք, ես անցել եմ 3 տարի աշխատել եմ։ Գնում ենք կանչի։ Գիշերը 5-ն է, պատկերացրեք էլի։ Մենք կանչերից այդ ժամերին սպասում ենք մահ, ինսուլտ, ինֆարկտ, բան։ Գնում ենք կանչի, հասնում ենք տեղ, մտնում ենք տուն, մի հատ 40 տարեկան երեխա, սենց անում։ Բժիշկներ ջան, 7-րդ օրն է հազում եմ։ Նոր հազում էի, որոշեցի սկորի կանչեմ։ Գիշերը 5-ին։ Եթե Ժորժ ջան, եթե դուք մտածում եք շտապ օգնությունը ինչ է ուշանում, այդ այնց էգզեմպլյարների պատճառով, ես տենց կարամ անվանեմ, էլի։ 7 օրվա մեջ չէր կար առավոտ սպասել գնալ պոլիկլինիկա, տներ խեր հազում։ Մեր երջանկահիշատակ բժիշկ ունենք, սենց արեց, հա, հազում եք, ասեց, հա, նստեք հələ, նստեք։ Ինչ եք արել այսօր, ես եմ արել, ինչ եք կերել։ Որոշել եմ որ ինքն է խաղալ, այդ բժիշկը չի դիմանում ներվերը։ Ինչ եք կերել, ծիրանի ջեմ։ Ոնց ծիրանի ջեմ։ Ասում եմ 7 օր էլ կերել եք, ասում եմ դե հա 5-ը հեչից է ծիրան։ Ով է փագե ջեմը, ասես բաներ ան։ Բուտուլիզմի վրա։ Չէ, ասեմ, չէ, պրոստը։ Ասես ով է փագե։ Տատին։ Հələ տատին շուտ կանչեք։ Արես տատին գայցը խալացած է կիսաբանը նստում է։ Ծիրանի ջեմ եք տվես տղոս։ Ասես անում հա։ Լավա պոջը։ Տատի եփ էս փագե, բա ամառը բան։ Հələ հիշի։ Ոնց էս փագե ծիրանը վերևից ներքևից մաքրե թե ներքևից վերևից մաքրե, դա շատ կարևոր է։ Ու սես տրոլինգ արես, մենք դուս եկանք, որովհետև աբսուրդի ժանրից էր էլի, երբ որ դու գնում ես կանչի ու տես բան է լինում, շտապ օգնությունում էլի շատ մարազմատիկ դեպքեր են լինում, մեր բժիշկներից մեկի ծնունդն է։ Որոշել ենք ենթակայանում ծնունդ անենք, էլի, մենք էլ ենք մարդ։ Խմել եք։ Չէ, Ջանկամից ասա։ Խորոված է բերել ֆոլգայով, դրեց պլիտի վրա, յուղը տապավ է պլիտի վրա, կապավ կա ենթակայանը։ Շտապ օգնության, հիմա մի ձև հանգցրեցինք բանը ու վրներից հիմա ծխի խորովածի հոտ է գալու ու գնում ենք կանչի, բժիշկներից մեկը սենց անում։ Ախպեր որ եթե ասա լուրջ բաժար ա եղել, մեջից մարդ ենք անը, թե ուրիշ ձև բացատրենք ենք մենք մոխրացած գալի։ Արա սյուր պատմություններ շատ էր, մանավանդ շորերս օրինակ Արունոտում էր, ես Երևանի էի ապրում, Երևանիում էր մեր բանը, մի պահ կայնեի տնից, նոր շոր վեկալ, ես գայնում էի, դրանք տալ մաման բացում է, մամա թազա շորտը։ Այդ Արունոտ, ասած Արունոտ չէ արդեն սա։ Արունոտի հետ կապված ուրեմն ընկերներով գնացել ենք Բարսելոնա, որ այնտեղ այդ Ironman տրիաթլոն մրցումն է, որ պետք է կպնենք ու դրա ինքս Բարսելոնայից մի քիչ հեռու տեղ էր ու գնացել ենք իսկական Բարսելոնան տժացինք, ման ու գիշերով վերադառնում ենք ավտոյի մեջ, մի հատ ավտո ենք պրակատ վերցրել, 3 ընկերներով ենք գնում ենք, մեկը իրանցից քշում է բան, ու այն freeway-ով sense արագ sense գնում ենք, մեկը sense դղք, ինչ որ բան գցեցինք տակը։ Ինքն է sense երկու կողմից ռեշոտկե կա, ասենք մարտն դե անհնար է լինի, ու փոքր բաներ էլի, մեզ թվաց երևի ինչ որ շուն էր, բայց համե չես կարա ատե կանգնես, որ նայես ինչ որտեվ սա 200-ի տակ են ինչ որ քշում, հա, դի հասնես առաջի սիեզդին, նոր կանգնես մեծ նայես ինչա։ Եկան կանգնեցինք, իջանք, նայում ենք սաղ արուն է, ահա որ ռադիատորը ծակել է բան այդ ավտոյի, ու սաղ արուն, արա ասում ենք երևի սոտկի կենթանի էր բան։ Խփեցինք ու մի հատ իսպանցի եկավ, ես մի քիչ գիտեմ բան, ասցի զանգենք ոչին police եկավ, իրանք sense շատ easy տարան, ասում են դե, ասում աստեղ, ասում փոքրիկ կաբանչիկներ կան, ասում առաջ ասում գելեր էին, հետո գելերին ինչ որ բան արեցին, կաբանչիկները շատացան։ Ու ես կատակներ եմ անում, բայց գելերին հետ բերեք, բան, ման։ Մի խոսքով այդ սաղ գրանցեցին, ոչ մի խնդիր չկա, ոչ մի փող չեք ծախսելու, ստրախովկա բան, ման։ Ասես նստեք, սպասեք, մինչև էվակուատորը կգա, սաղ կտանի։ Հիմա գիշերվա 1-ն է, մենք արդեն sense նստած ենք, բաց սպասում ենք որ էվակուատորը գա, դե ավտոն sense արուն լվի, մեկ էլ ոստիկաններ են գալիս, ինչ որ։ Ու sense դուրս sense ծեծում են։
Ու տղեկից ես մտածել, հա, ասում սենց են անում սրանց։ Տիպը գնացեք, էլի։ Ես ավելի համառացեցում, էլի, ես ինչ ա եղել։ It's okay, go, սենց բան ենք անում։ Արա, ես բան արեցի, կարող է ուրիշ ոստիկաններ են, էլի, ովքեր հենց չեն եկել, չգիտեն, իրանց համար Արուն լվա մի հատ ավտոյա կանգնած, որ չգիտեմ ում է հենց նոր խփել, ու մի հատ շուն նագլի մարդիկ են ասում, տիպը գնացել։ Հա, ուսից մի հատ կին ոստիկաններ շուն զգացի, որ ձևը սենց արդեն ադր ճանաքի վրա, այս տղեկին ասում, չէ, վсё-таки սենց հեն ենք բան ենք, հելանք այդ մեր երկրորդ պատմությունը սենց նորից ենք պատմում։ Գրանցում եմ, բա մեկի այդ պահին էվակուատորը որ եկավ, նոր իրանք հասկացան, որ հա, էս օքեյ էր, էլի մեր համար խոսածած էր, բայց գնդալու կլիներ այդ երկու շատ լարվել էին, հա, որտեղ համառորեն ասում ենք it's okay, muy bien, բանցիկ բան թեմա չկա, բայց Արուն լվաս ասա, որ եկան հələ ինչ սերվիս է, հերիք չի մենք ավտոն վարի տվինք, ինչ որ կաբանչիկի կյանքը այնտեղ ավարտվեց, հələ մի հատ էլ ուղարկեցին էվակուատոր, որ մենք չտանենք էվակուատոր տանի ոստիկանը մի հատ էլ տաքսի էր մեզ կանչել, որ այդ տաքսին մեզ հասցնի հյուրանոց։ Կներես մեր ոստիկաններն են տենց։ Ես փորձ չունեմ Երևանում տենց բաներ։ Դու ես ապակես։ Շտապում շատ էինք աշխատում իրենց հետ, իրանք մեծամասամբ ուժասներին գիտես ինչ լավ էին տաքսիել էին դնում, իրենց մեքենայով էին տանում, պիցա էին առնում բերում իրենց հաշվին, որ այդտեղ բանում, հա։ Մեր ոստիկանները շատ սրտով տղեկ են, մեծամասամբ։ Հա։ Լայք։ Եթե էլի բաներ հիշեք, ընթացքում պատմեք։ Հա, կպատմենք, հա։ Անցնենք առաջ խաղանք խաղեր։ Խաղանք խաղեր։ Բայց պատմություններ Գնաց ապա Mind games։ Լավ է։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Step by Step Group-ը, որը միավորում է մի շարք բարձրակարգ շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից են Շուշի Palace-ը եւ Step Construction-ը։ Step by Step ընկերությունը իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաեւ բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Ընկերությունն ապահովում է շինարարական ամբողջական գործընթացը, չափագրում, գեոդեզիական եւ գեոլոգիական աշխատանքներ, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, կոմունիկացիաների բաժանորդագրման կազմակերպում, քայլ առ քայլ դեպի հուսալիություն, Step by Step։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by Step Group։ Լավ, թե ենք խաղում։ 1000 դրամ գնաց։ Լավ, Դավիթ, նրանցից մեկի հետ պետք է անես արդեն ոչ թե ռազագրև ստենդափ շոուի ժամանակ, այլ ստենդափ շոու։ Հա, օքեյ։ Սոլնիկ։ Սոլնիկ չի, դուետ է։ Նրանցից մեկի հետ։ Ում հետ։ Դու ես ընտրում ում հետ։ Մհեր Մխիթարյան թե Պոնչ։ Մհեր Մխիթարյան։ Մհեր։ Հենդոյի ֆանատն եմ։ Հա։ Հա, մենք ավտոյի մեջ դնում ենք երկու ընկեր բադել են սամետ սա հենդոները նայում ենք, արի շատ խնդալու է։ Դեն շատ ֆանատ ես, ինքը գրելու է բոլորին ուզում Չգիտեմ, հələ չշարունակի։ Հələ շարունակի կարող եմ չէ։ Մհեր թե Մենչ։ Մհեր։ Մհեր թե Տաշ Սարգսյան։ Ուլ տվել լիչ։ Տիժլավեսի մասին ես խոսում, լավ իմաստով տաշ։ Հա։ Մհեր։ Մհեր թե Ռոբերտ Մարտիրոսյան։ Մհեր։ Անչի տաքսիստ հենդոն շատ խնդալու կներես արա։ Ես մի 5 հատ տես ծանոթում եմ պրոստը։ Այդ հենդոյի հառոբն էլ է խնդալու, չէ՞, շատ դժվար է, բայց լեվեր մհերով գնանք։ Մհեր թե Վաչե Թովմասյան։ Վաչե Թովմասյան։ Վաչե թե Արամեն Պետրի։ Վայ։ Ինչ առնով ստենդափի թե երկի։ Ստենդափ։ Վաչե։ Որտեվ Արամը ինչ-որ բայք ես հեծանի բան նստեցնելու, ստիպել է 100 կիլոմետր քշես, իսկ Վաչեն չէ։ Իսկ դուք հանդիպում եք Արամի հետ քշել։ Վաչե։ Վաչե թե Գարիկ Մարտիրոսյան։ Գարիկ Մարտիրոսյան։ Կանգնի այդ անհասանը։ Գարիկ Մարտիրոսյան։ Գարիկ Մարտիրոսյան թե Սերգեյ Սարգսյան։ Սերգեյ Սարգսյան։ Եվ վերջին հարցը Սերգեյ թե Նարեկ Մարգարյան։ Սերգեյ թե Նարեկ։ Ես տեղ հուզիչ բան ասեմ, իմ կյանքի ամենադժվար փուլերում Սիրո գնձի անեցա մեջք կանգնել, էլի, անեցա օգնել, չեք պատկերացնի Նարճան կներես, էլի, բայց Սերգեյ։ Հա։ Էնի դա զուտ ընկերություն է, էլի։ Սերգեյը հա։ Մի հատ խնդալու պատմություն Սերգեյ կապված։ Որ ռոլոգի մոտ կգնաց։ Գյորգի Վարդանովիչ թե Մերուժան Սերգեյևիչ։ Դու բոլորին կտրես բացի Դավիթ։ Սերգեյը աշխարհի ամենալավ ընկերներից մեկն է։ Հա։ Նար։ Նաև կորպորատիվներ ես վարում։ Հա։ Բայց սովորաբար մենակ կամ Սերգեյի հետ։ Եվ Բայց այսուհետ կանանցից մեկի հետ պետք է միշտ վարես կորպորատիվ ու դու ես ընտրում ում հետ։ Okay։ Սելենա Գոմես։ Լուսիա Լյուբիմովա թե Նինա Տիտանյան։ Լուսիա հետ վարել եմ, նենց որ հա Լուսիա։ Լուսիա թե Լիլի Մորտո։ Լուսիա, ты что։ Լուսիա թե Մարիա Մաթևոսյան, Մաշան։ Լուսիա։
Լուսիա թե Գնումա։ Վերջում Դավիթ Տնոյանն ալնել ինչ։ Լուսիա թե Լուիզա Ղամբարյան։ Լուիզա Ղամբարյան։ Լուիզա Ղամբարյան թե Տոմա Պետրոսյան։ Լուիզա Ղամբարյան։ Լուիզա թե Զարա Սահակյան։ Լուիզայի նման քնքուշ ձայն, լուզան պրոստը որ sense խոսում է, մենյուն կարտա, sense հալվում է այդ ձայնից։ Լուիզա։ Լուիզա թե Լիանա Վանոյան։ Լուիզա։ Եվ վերջին հարցը Լուիզա թե Լուիզա։ Ներսիսյան թե Ղամբարյան։ Ահա, ինչ վերջը մարեց։ Ես կպատասխանեմ քեզ դիվանագիտական։ Լուիզա։ Ղամբարյան թե Ներսիսյան։ Ներսիսյան Լուիզայի չեմ բարել, բայց ավոր sense մերոնքական հումորի զգացում ունի, էլի, sense նույն vibe-ի մեջ է։ Ելում ես հաղորդից հետո որ նեղանան Չէ, կարող է նեղանալ, բայց Դրամա Լուիզա։ Դա վասա։ Երկուսի հետ էլ շատ։ Բայց մեկի հետ կարաս։ Լավ։ Թո Ներսիսյանը։ Ներսիսյանը հաղթեց, բայց ողջ ընթացքում Ղամբարյանը հաղթեց։ Ինչ որ ակնկալիքներ կան, մրցանակ ուղարկելու եք։ Շատ Սիրոգի չէ։ մարաժնի կարանք ուղարկել։ Դու կարաս իրան պատժես քիչ անց նրա համար որ քեզ չընտրեց։ Անցում ենք առաջ ու խաղում ենք գուշակիրով է։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը ներկայացնում է Արարատ բանկ Mastercard World Travel Card-ը։ Այս քարտը ունի մի շարք առավելություններ։ Տարեկան 6 մուտքի հնարավորություն launch key եւ տարեկան 6 fast track ծառայության հնարավորություն ձեր, ինչպես նաեւ ձեր հետ ճամփորդողների համար։ Ճամփորդական ամբողջական ապահովագրություն, որը ներառում է բժշկական ապահովագրություն, ուղեբեռի կորուստ, թռիչքի ուշացում, չեղարկում եւ այլն։ Ձեր, ինչպես նաեւ ձեր ընտանիքի անդամների համար։ Տարեկան 1 GB ինտերնետ ռոմինգի հնարավորություն Global Roaming, Mastercard Concierge ծառայությունից օգտվելու անվճար հնարավորություն 24/7 սկզբունքով ու ելի մի շարք հատուկ առաջարկներ Mastercard-ից։ Ձեզ հաճախ ճանապարհորդությունները մաղթում նաև աշնանը, այնպես որ ձեռք բերեք Արարատ բանկի Mastercard World Travel Card-ը։ Դե ով է սկսում հարցերը։ Դու սկսի։ Կինա թե տղամարդ։ Տղամարդ։ Այո, ոչ։ Կինա։ Ոչ։ Հետևաբար տղամարդ։ Հիմա դե։ Թե ինձ ավերշա։ Չէ, 10 հարց դու, 10 հարց։ Հա, քաղաքական գործիչ է։ Երգչուհի է։ Հումորի հետ կապ ունի։ Շատ հումորով մարդ է։ Բայց անմիջական չէ։ Այո կամ ոչ։ Հա, այո կամ ոչ, ոչ։ Ոչ։ Դերասանն է։ Այո։ Չէ, Ոչ։ ոչ, կներես։ Բլոգ ունի։ Իմինի նման ոչ։ Դու մի հուշի։ Ես այդ ամենը Սպորտմեն է։ չգիտեմ։ Արադել ամեն։ Ասա ոչ։ Ոչ։ Ինձ հարցեր Դու ի՞նչ մնաց այնտեղ, հա։ Ես իրան ճանաչում եմ։ Անձամբ, այո։ Դու պիտի ուզես որ ինքը պարտվի։ Հա, օքեյ։ Պարտվիր։ Ակինա տրենք։ Երկու հարց։ Երկու հարց մնաց արդեն։ Իզնից տարիքով մեծ է։ Ու չգիտեմ։ Ну, մոտարում։ Քեզնից ջահել է երևում միլիոն տոկոս։ Մի հատ հարց մնա։ Հա։ Մի հուշի։ Չեմ հուշում։ Պատժվելու ես դու մեկը։ Լավ։ Հա։ Досрочный ответ։ Հա։ Հա։ Հա, ասա։ Ասա։ Չունեմ։ 10-րդ հարցը Նարեկ։ Մասնագիտությունը գտիր։ Սաղ ասի Բժիշկ է։ Ոչ։ Հա, նայ։ Մի հատ մասնագիտ։ Մեկ մի անուն կարաս տաս։ Ինչ որ ասի այդ անունը։ Հա, չէ խոսքի։ 10-ից 10 կգրի։ Պասի։ Ասաս։ Կարամ հուշեմ թե չէ։ Չէ, էլի, ընդհանրում շատ է սուշը։ Սկանեմ։ Լել հուշելու բան չկար։ Չունեմ տարբերակ։ Լավ, նայ։ Նայ, ապա դասիր հաղորդավար ու ասեք։ Էրիկն է։ Արասս մոտո եմ անում, չես լենում։ Ռմդմդմ չէ, իր մոտոն է ռմդմ չի գալու։ Էլեկտրական է չէ։ Շատ լավ, հիմա դու ես 10 հարց տալիս, Նարեկ քեզ պատժելու ենք քիչ անց։ Չէ, կարող ես էլ եմ գրվում։ Այո, ոչ պետք է։ Դա նշանակում է քեզ էլ եմ պատժելու։ Տղամարդ է։ Այո։ Հումորիստ, Ոչ։ երգիչ,
Ոչ, Հաղորդավար։ ոչ։ Իրականում կա թե չէ։ Իրականում կա, ասում են։ Ես չեմ տեսել, բայց Հա, չես տեսել։ վկայակոչումներ կան, որ կա։ Չէ, մի անգամ տեսել եմ Սասում, ճիշտ է, կա։ Բիզնեսմեն։ Հա։ Ջոգիր որ ֆուտբոլիստ չէ արդեն որ Սասում։ Քյավարցի։ Այո։ Տիգրան Արզականյան։ Ասենք ոնց։ Իմ համար նույնքան անհասկանալի է քո խոդ միսլի Արա դե շատ խելացի եմ ես։ Ակինատորը որ գուշակում էր։ Իրական Ես Մարտակյանին- հարազատ Էրիկիս չճանաչեմ, դու Բայց մենք միևնույնն է Դավիթին կպատժենք, որովհետև նա քեզ չընտրեց։ Մենք ինչ ուզում անում ենք իրական հենց այնպես ով էլի։ This is Man's world։ This is man, this is world։ Մի փնտրեք դրա Լավ է, չէ՞, ֆալսետ։ Չվեք։ Պիտի գա։ Պիտի գա։ Պիտի երկի։ Ինքը մտածել է որ պետք է գա երկի պետական թատրոն, բայց չի եկել, բայց նեղացած է որ իրան չեն ընտրել զուտ որովհետև մտածել։ Գիտեի որ չեն ընտրել։ Բայց դու չես եկել։ Հա, Ընդունելությունը մասնակցել Դու չէ տնեցիկ չէին Կամ կողմ։ էջ կորել է։ Պապայս մի ամիս չի խոսում որ չէ թող։ Հայ երկիչ երկչուի կորել է, կորցրել ենք։ Չէ, կարքին ուռալը գերձեռք բերեք, հա։ Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա դիմաց։ Նրանք բոլորն ավարտել են Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան եւ կրում են իրենց վրա մաեստրոյի անջնջելի ստորագրությունը։ 5 տարեկանից սկսած փոփ եւ ժող վոկալի բաժիններ, լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագիր եւ ավանդույթներ, 26 տարվա փորձ ու նոր մոտեցումներ, համերգներ, փառատոներ, մյուզիքլներ, ներկայացումներ, նկարահանումներ եւ ձայնագրություններ։ Այս հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Դռներ դեպի ճաշակով արվեստ։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է D-Energy ընկերությունը, որը առաջարկում է իր ծառայությունները դիմումից մինչև միացում։ D-Energy ընկերությունը շուրջ 13 տարի է, ինչ իրականացնում է էլեկտրական ցանցերի նախագծման, ինչպես նաև մոնտաժման աշխատանքներ, եւ կարող է օգնել ձեզ ճիշտ լրացնել ձեր դիմումը նոր բաժանոր դառնալու համար։ Եթե ցանկանում եք խնայել ձեր ժամանակը, խուսափել բարդ փաստաթղթային ընթացակարգից եւ ունենալ վստահելի գործընկեր ամբողջ ճանապարհի ընթացքում, ապա D-Energy ընկերությունը պատրաստ է մատուցելու իր ծառայությունները դիմումից մինչև միացում։ Վստահեք պրոֆեսիոնալներին, խնայեք ձեր էներգիան եւ դիմեք D-Energy։ Զանգահարեք 8577 կարճեռախոսահամարին եւ ստացեք անվճար խորհրդատվություն։ Լավ։ Լավ, դե հիմա պրանկեր, պատիժներ, ոնց ուզում եք անվանեք, որոշեք իրար համար։ Զանգի Երիկին։ Անթարանյան։ Զանգի Երիկին Անթարանյան։ Հա։ Լավ, դու ինձ պատիժ ասա, իսկ քոնը կմտածեմ հələ։ Ինձ թվում բժիշկներից մեկին զանգի։ Պրոստը միակ հայտնի բժիշկն ես, ես ուրիշ։ Թեկուզ հայտնի չլինի, չգիտեմ, անեստեզիոլոգին զանգի ինչ որ բան։ Անեստեզիոլոգին այսօր 30 անգամ։ Անեստեզիոլոգին զանգի, ասա ինչ որ երկու հատ ոչ համատեղելի ինչ դեղ կա, խմել ես, հիմա ինչ անես։ Հա, դավայ, ուրա հեռախոսը։ Գաստրո ինչ որ բժիշկի զանգի։ Հա, դուր հեսա բանան։ Բայց մեզ բացատրի, ինչ Հա, ես ասա ինչ ասում։ դեղ ես ասելու, ուխի են դրանք։ Անհամատեղելի գազիկները չեն ընդունում։ Օ, կստացի как раз Իրանից բաց թողնված զանգում են։ Օ, թույն ում ենք զանգում։ Սուրեն Վաչագանիչին։ Ինչ բժիշկ է։ Ինչ բժիշկ է։ Անեստեզիոլոգ, ռեանիմատոլոգ, վերակենդանացման բաժնի մեր ղեկավարը։ Ադարյան, Սուր Բարլոս։ բարլուս նորից։ Սուր, մի հատ հիվանդ ունենք։ Արա, լսի ատրոպինի տեղը մեզատոն ենք սրսկե, պրիտոմ միգրամ։ Բայց ատրոպին խի եք ուզում սրսկեք։ Ասես կսրսկեք ատրոպին ինձ։ Այսինքն ոնց ասած կսրսկեք։ Արա, հարուստ հիվանդ էր իր վերևների զանգած էր իր համար։ Ասել էին ատրոպին սրսկեք ինձ պարբերաբար ինչ-որ բանի համար, թե ճպուն սպան։ Հա։ Երևի էլի չեմ անում, հիմա սրսկել են, հիմա տեղը ուրիշ բան ենք սրսկե, պրիտոմ ոնց հասկացա 10 անգամ բարձր դոզայով։ Միգրամ, հա, Հա։ ինչ մեզատոն, հա։ Ինչ եք սրսկել։ Մեզատոն միգրամ։ Չէ, երակ թե ինչ։ Մկան, չէ։ Մկան։ Հա։ Որտեղ է հիմա հիվանդը։ Մոտիկանում էին աշխարհին։ Դա կայքով է։
Արասուր հաղորդման հյուրեի պատիժ քեզ էին ասես զանգեմ, այտենց վախենալու բան հարցնել։ Ոնց է շատ լուրջ բաներ հարցնում։ Ալո։ Դա նաշեն։ Հա։ Կոնկրետ բախտ բռնեց։ Այ, բայց պատմությունը հիմնված էր իրական դեպքերի վրա։ Ներողել ես Սուրճ ջան։ Я тут при чем? Հա, չէ, ասին զանգի ձեր անեստեզիոլոգին, մեր անեստեզիոլոգը դու ես։ Ու մի հատ ինչ-որ վախենալու բան ասա, այդ առաջին հետ եկավ մտքիս։ Դա ոչինչ, ես էլ քեզ կհիշացնեմ։ Ինչ է, հա, մենակ վիրացան ժամանակ չհիշացնես մնացած եղում ես։ Բանը կնայեք մեր հաղորդումը կուղարկեմ ես կտորը կնայես կդրես կտնես Instagram։ Կստացի անեստեզիոլոգները խի բլոգ չեն վարում։ Ինչ անել, եթե դուք մեռնեք։ Այդ չգիտեմ, բայց անեստեզիոլոգից լսել ես քեզ դա կհիշացնեմ։ Շատ վախենալու, սպորնալի բայց իրականում ես շատ վախենալու ու աբսուրդի ժանրից բան էին որ իրան ասում էլի։ Բայց լարվեց։ Հա, լարվեց, բայց չես զգացում որ լարվեց, հա։ Դու էլ Դու գնում։ Մենք շատ բան չենք հասկանում, բայց դեմքից զգացում ինչ-որ բարձվի շատ նորմալ հարց է տվել։ Դե դա շատ աբսուրդի ժանրից շատ վախենալու բան էի ասում, որ դատվելու թեմա է բացվում։ Շատ թույն։ Հիմա դու։ Հիմա դու Նարեկ ջան։ Ասա, որևէ։ Ապա զանգի Երիկին, ասա որ արմ կոմեդիով դուս եք գալի։ Ասա դուք սփինի հետ կապ չունեք, ձեզ առաջարկ Արմանի Գրիգորյանը։ Արից գիտե ինչ որ մի հատ շատ անհավանական բան ասել, որ խնդրել են գովազդենք, պետք է գովազդենք։ Լսի, ասա Դավոնը զանգ է։ Հա։ Վիբրատորներ կա ինչ-որ։ Ամերիկական։ Ասա վիբրատորներ կա ամերիկական։ Ասա Դավոն ինչ-որ ծանոթը բերել է, ասա ես էլ էի աբսուրդ, ասում եմ, բայց $300,000 փող են տալի։ Ասում եմ, ես պետքա որ Հայաստանում այդ վիբրատորները լավ տարածվի։ Մի հաղորդման համար 1 միլիոն փող են տալի։ Ես ամեն ինչ գիտեմ, մնում է վերցնի։ Հա, դա ամենադժվար բանն է, Երիկը երախսում դի պատասխանի։ Զանգի Արամին։ Արամը ով է, մի հատ ասեք։ Զամն է։ Զամ Երիկը։ Ով տնորեն։ Հա։ Սպասեք զանգեմ ընկերոջը Սամոյին։ Նետ շատ խնդալու կլինի։ Բայց ով է ընկերը։ Դիմաձանատային խիրուրգ է։ Ինչ ես ասում։ Նա ինքը իրան Դիմացնոտային մի բան։ Էս էլ քրոնիկ չէ։ Օ, ես վեկալար։ Ադա։ Լսի հələ, մի հատ sense բան էլի, դու մաս կրակում ես, չէ՞։ Այո։ Լսի, մարդ կա մազերա բերում կրակելու համար։ Կարող է քեզ հետաքրքիր լինի։ Հոլիվուդյան աստղերի մազերա։ Արա լրիվ լուրջ եմ ասում։ Ապա ասենք խոսքի հիվանդդ փող է տալի, իր խոսքի մի կտոր մասը Բրեդ Պիտի մազն են կրակում։ Ապա չէ, դա չի կապնում։ Չէ, լուրջ եմ ասում, արա։ Արա ոնց է լուրջ ասում, ասում ուրիշի մազը ոնց կաս տրանսպլանտացիա անը, չի կապնի։ Դե մարդիկ են աշխարհով մեկ Վրաստանում են մեծ խանութ են բացել, գնում ես օֆիցիալ փողը տալիս ես, բան ես անում։ Արա լուրջ բան է դա։ Դոկտորս չէ, դա չի կապնում։ Ես տես պրակտիկա չգիտեմ, որ մազը ուրիշի փող պատվաստում։ Դե ինչ որ նյութերով բանով բան են անում, ասենք մի հատ փուճուր էլի մի դեպրեսանտներ բաներ պետք է նշանակես նստի դրա վրա, դա եկը ով կհամաձայնի դրան։ Հիմա նախ կասամ, ամեն այդ փուճոկն է որ բան ես անում, քեզ $1,000 քեզ է մենակ մնում։ Ախորս չեմ ուզում, դա Իվանն էլ հետն է մնում ին վրա այդ բացի $1,000-ից գոհ եմ։ Նախ ոչ մեկ չի ուզի, երկրորդը ես չեմ անի տենց բան։ Ջեյսոն Ստեթհեմի մազկը։ Արա խոսքի պատկերացնում ես Դուեյն Սկալա Ջոնսոնի մազերը խփում ես մեկի գլխին կամ Ջեյսոն Ստեթհեմի։ Թաթուլի մազերը կպսում ես ասում։ Իր ֆանատներից մեկի գլխին։ Օրինակ, ապա։ Հոլիվուդյան Հայաստանում քիչ մստեր կան, որ կուզենան։ Լավ ասա։ Լավ, Մանե Գրիգորյանի հաղորդմանն են, պետք է զանգեք ես դժվար աբսուրդ բան ասեի։ Լուրջ։ Բայց շատ լավ դեպք։ Թաթուլի մազերն էլ փորձենք որ գայի։ Ես որ ասում եմ իր հետ գամ, հյուր իր հետ։ Լավն է։ Մենք իր 17 տարվա ընկերն ենք, ավեն ենք խաղացել միջև էս։ Լավն է։ Բայց արդեն հայ-հայա հավատում էր որ այդպես բան կա, էլի աստղերի մաս, պայտոք մտածեցի դա։ Անտիդեպրեսանտներ։ Անտի-իմունոսուպրեսա, դա հա անհնար է որ ուրիշ մազը կպրեսանտ։ դեպրեսանտ են։ Իմունոսուպրեսանտներ, իմունիտետը որ Իջացնի, հա։ ուրիշի մազի վրա չարձագանքի էլի։ Օ։ Մարդուն որ օրգաները ուրիշի մազ չեն անում, քո մազն են անում։ այդ աստղերի մազերը որ անենք, ուղղակի միանգամից աշխատավ էլի որ չի ստացվել։ Ուրիշի օրգանը Լավ որ բժիշկ է, հիշես։ սանվել է։ Քթի լավագույն վիրաբույժը քաղաքում, քթի մաս կրակելու բան։ Նաև մաս է կրակում։ Ինգերս է լավ գովազդ է, կարելի է, չէ՞։ Հա, իհարկե։ Սամ մտոք 10 փողերը։ Բայց միայն ձեր մազերը։ Բայց արի տենց ինչ որ մեկին ու մեկ կանջ, ում հետ ես մոտ։ Տենց Ամելի ավելի ջահել։ Նայեմ ում հետ եմ մոտ։ Դու զանգել ես։ Ուզում եմ շոտ 3 անգամ։ խնդալու եզություն ստանամ ինչ։ Ոայ։ Էրիկն էր զանգում։
Որ Էրիկը։ Զանգի հետ էլի խնդրում եմ։ Որ Էրիկը, Spin Agency։ Բենի ջոգես։ Կայմը Spin-ի ամբասադորներից եմ Spin Ideas Agency։ Եթե դուք ուզում եք ունենալ ձեր ոդքասթը հաղորդ դու աչքիս ընդեղել ես փորձը նկարես։ Ջան։ Շո, էսի գնաց, էսի լավն է։ Էսի բամն է։ Ես մերոնց բոլորին support։ Այ ախպերը սուր ես կորած, մի հատ վրաս հարց է։ Давай. Լսի, ուրոլոգն էր զանգ։ Հա, ուրոլոգն էր զանգում։ Պրոստը արագ կողմնորոշվելու մոմենտ է, նայ, իրան դիմել է մի հատ կազմակերպություն, որը վիբրատորներ է ներկրում։ Հիմա դիմել են, որ ոչ իմ գովազդանի ինքը չի համաձայնվել, բայց ընդհանուր առմամբ ասել է agency-ի մասին, հիմա նայ, խնդիրը այն է, որ դե տենց շատ զգայուն թեմա է, էլի, բայց ուզում են համ arm comedy-ի մեջ placement ունենան, տենց լավ դաբրոտնի շվեյցարական վիբրատորներ են, համ ընդհանուր իրանց սաղ քարոզարշավը Հայաստանում գծվի, որովհետև մեր երկրում դա տենց տաբու է որոշ չափով, в общем, ուզում են ցույց տան, որ վիբրատորը դա նորմալ է։ Sex shop-եր բացվում։ Հա։ Հիմա մենք կարողանում ենք իրանց համար տենց կրեատիվնի գովազդային արշավ կազմենք։ Պատկերացնում եմ իրական, նայ, բանը չեմ պատկերացնում։ Ո՞նց ես պատկերացնում, Կոմեդի չեմ պատկերացնում։ Դե նայ, ես մտածում եմ տենց իմիջային կարա էջենսիին վնաս լինի, էլի, պրոստը լավ փող կա մեջը։ Չէ, вообще, չէ, հակառակը։ Արա վիբրատորա։ Էրիկ, ապրանքա, որը ունի իր սպառողը, ճիշտ է։ դե իրանք вообще ասում են, որ թաքուն, լսի, հա, թաքուն իր սպառողը ունի, պլյուս ինչ որ տենց լիքը պլյուշկեքով վիբրատորներ են, ինչ որ լույսեր ունի, կարողանում ես կարաոկե միացնես։ Ես լիքը աղջիկ եմ ճանաչում, իրենք տարբերում են, ընտրում են, գիտեն որ բրենդն է լավը, որն է վատը եւ այլն։ Ու քեզ իսկ կարանք ֆոկուս գրուպ անենք այդ աղջիկների հետ, որ ջոգենք, ասենք վիբրատոր ընտրելուց ինչին են նախապատմություն տալիս, որ ոնց է ճիշտ մեսեջներ բանան է։ Հա լուրջ եմ ասում։ Ենթադրում եմ, հա։ Ապերմանեի հաղորդմանն ենք, քեզ պրանկ ենք անում դա, ոյ։ Շատ բաղուց հասկացել է։ Ներից սա բերել ես։ Հա, ոչ իմ Ինձ թվում է ցանկացած բաղուց ապրանք հասկացել է։ Spin Ideas Agency։ Այո։ Կգտնենք ձևը։ Այո։ Ձեզ լավ աղորդ։ Հա։ Դες լավ արդում զանգելու ես։ Ամեն ինչ հնարավոր է։ Հայկաս բեզատ կա։ Բայց ինձ թվում է հասկացել է։ Բայց դուք հասկացաք ինչ ինչ խելացի մարկետոլոգ է։ Սպառողն ունի աղջիկներ եմ ճանաչում։ Ասում եմ ո՞վ է ճանաչում։ Ու իրան պատմել։ Կարո՞ղ ես։ Focus group։ Երևի բախտ բերել ենք պսակվաշ չէ։ Ասենք եմ պատոին շպրտող չկա այս խոսքերից հետո։ Էլեկտրաֆիկացման ամբողջ գործընթացը թողեք մեզ։ D-Energy-ն հոգում է ամեն ինչ։ Խնայեք ձեր էներգիան։ Մենք այն կապահովենք։ Ես մեզ նվերներ, հա։ Այո, ձեզ մեր գործընկեր Չոկոյանի կողմից նվերներ եմ հանձնում հայկական արտադրության։ Ոյ, ես կոնֆետներ սիրում եմ։ Ես կուզեի իմ ազգանուններ, Նարեկ Չոկոյան։ Նարեկ Չոկոյան։ Նարեկ Չոկոյան։ Դու ես շոկոլադապանչիր։ Ես հա, Ընտրեք Ինձ Իվանները սրան նվեր են բերում։ բնական, հա։ Չեք լսեն անեկդոտ, ասում եմ, ես որպես բժիշկ սուպերմարկետից չեմ գնում 3 բան. Սուրճ, շոկոլադ եւ կոնյակ։ Որտեւ ինձ բերում են ձրի հավերել չեն գարնում սուպերմարկետից։ Դու սուպերմարկետերին մատակարարում ես։ Ես Հա, մի հատ առիթ կար, որտեղից ռեստորան ասես կոնյակը դու կարաս բերես, ու ինձ պետք էր 20 շիշ կոնյակ 5 տարեկան նույն բրենդի, նույն ֆիրմայի, ու ես ունեի։ Շատ լավն է։ Անպայման փորձեք, հաստատ չեք փոշմանի, շատ համեղ են հայկական արտադրության, ինչը մենք միշտ գովում ենք ու ավելի փորձում ոգևորել։ Մանեջան իսկ կարող է։ Մերսի մանեջան։ Բան ունենա Սամալոտի այդպես Տոմս վաճառող ընկերության։ Հա, Հովանան, ձեզ նվիրում ենք 3 օր Թայլանդ բան։ Այսպես մի հատ շատ կարևոր բան է ստեղ տեղ ունենում։ Մենք մեր խնդալու պատմությունները
ի պահոց ենք հանձնում քեզ, որ հետո դրանք մոռանանք, հետո հիշենք կմտնենք հա։ YouTube կնայենք։ Այո, Մենք դուք երբեք չեն բաժանորդագրվեք, այո, TV ալիքին։ Բոցերի արխիվարիուս։ Արմկոմեդի ալիքին, Դավիթ Տոնոյանի ալիքին, հետևեք Dr. մեզ։ From. Իրականում այդ subscribe սեղմելը շատ կարևոր է, շատերը դիտում են, հետևում են, սիրում են, բայց մոռանում են սեղմել, իսկ մեզ շատ կարևոր է։ դիտողների 70%-ը մեզ follow չի։ Հա, որովհետև հիմա արդեն բերում է feed-ում, այն կարիք չկա։ Հա, ինչ պատմություն ես հիշել։ Ուրեմն Սերգեյ առաջ անգամ գալիս է նոր տարուն մեր տուն։ Սեղան ենք դնում բանման, էլի իր էքստրավագանտ է որ կենացներ ասում, բան հելնում գնում ան, այս մամաս սենց ան։ Լսի զեյթուն չէի դրե սեղանին, զանգում Սիրոգին սենց եմ անում, Սիրոգ, մաման զեյթուն չէր դրե սեղանին, կներես էլի բան, ասես բացվում ենք անցնում հետ, ուղիղ մի տարի հետո գալիս է մեր տուն, մեծ բանկա զեյթունը ձեռս ցած որ խայտարակ չէ։ Էրիկը էլեկտրական մոտոներ ա բերում, որ ձայն չունեն։ Արի զանգի ու հարցրու կարաս նենց տյունինգ անես, որ տոնց լավ սենց Չարի խնդալու չի ինքը ասելու, հա, որտեվ ինքը ինձ մի անգամ ասել է դինամիկ եմ դնում վրա։ Ես հա ուզում եի իր մոտորներից առնել, սենց դինամիկա Չինաստանից գալիս է, խփենք վրան, դրիկի ձենը կգա։ Հա դες դաժե առաջի մարդը չես ով այդ իդիոտ բանով դիմել ա Էրիկին։ Դու որպես աբսուրդ իդեա ես ասում եմ, Ասեցի, ես կարամ գինը ասեմ, ինչքան ասենք ինքը դրա։ Դուք տեսել եք ինքը ոնց է երգում։ Wise men say only Չընդունիք էլի, ոչիրամ։ նորմալ երկիշ չվարք։ Հիշում Թաթուլի կրակ է։ զանգի, ասա բարև ձեզ, լսել ենք դուք ձեր մազերը վաճառում եք։ Մենք շատ մոտ չենք թաթու։ Եվ դա Կարելի ասել հրաշալի։ ոչ իրար չենք ցանել։ Ես ու այս տղեն Սամոն իրար հետ գիտեք ինչեր էինք անում, փողոցում դուս էին գալիս։ Ուսանող ենք էլի 19-20 տարեկան դուս են գալի երկու սիրուն աղջիկ էր գալի դեմները, սենց եմ անում։ Երեխեք ջան, մեզ կնկարեք։ Սենց հա ոնց չենք նկարի, շատ սիրուն աղջիկեր են էլի, ասում են կնկարեք։ Ոնց չենք նկարի բան։ Հերախոսը տվեք, ասում ենք չունենք էլի, մեր սովորական կնոպշնի այդ 2010 թիվներ բան։ Ձերով կնկարեք, ձերը ոնց որ բան է էլի, այտենց լավերից է բան։ Հա նկարենք, նկարեցի սենց եմ, ասում են ուր ուղարկենք, ասում են բան պետք չի, բայ։ Դրանց կամ չէ, մենք իրաց iCloud-ում ենք նկարել էլի։ Չէ, բայց վասկի տրեյներ։ Հա, հենց վասկի։ Բան չի։ Դրա վասկի տրեյներ որն է, քեզ ասում վազի։ Ասма 2 ժամ վազի։ Դու ուրջել ես։ Ինչ հեշտ գործ է։ Չէ, դու մեզ չի որ ամեն օր սենց ինձ ասում ա վազի, բայց գլոբալ առումով լողի մրցույթների ժամանակ լողոր փրկարար, ասենք աշխարհավն անիմաստ բան է էլի։ Հորս ինչ լավ հաղորդում էի կան, կերցրի, խմցրի, խնդացինք բան։ Իք շուշուկ կանչեք։ Հա, կյանքում չենք զանգի ջրաշխար։ Ասենք ձեր ջուրը կտրելու ենք։ Ասա Վիոլա ջրից է։ Ասենք Վիոլա ջրից է։ Ձեր ջուրը կտրելու են 4-ից 6-ը ջուր չեք ոնց է ունենա։ ջրաշխարհի համարը։ Եկեք Եկեք զանգենք ինչ որ հյուրանոց։ Ֆիլիպ Կիրկորովի շտաբ գալիս է Հայաստան։ Մեզ շտաբ լյուքս ամենալյուքս համարն է պետք։ Պասի, всё, էսի լավն է։ Բայց իր ռայդերի մեջ արի ավելացնենք ապուշ բաներ։ Հա։ Որ Այստես էլ համար կտան թե չէ։ Հա։ Հա։ Արա զանգի, բայց փախած հյուրանոց էլի ասենք ինչ։ Արա ես գիտեմ։ 3 ժամ 8000 որ կան։ Արա ինչ էր այդ տղը։ Իսկ վերևին մեջ բետադին արիր։ Բարև ձեզ։ Մենք կազմակերպում ենք Ֆիլիպ Կիրկորովի այցը Հայաստան, ձեր հյուրանոցներն ենք դիտարկում որպես հնարավոր հանգստի վայր, ուղղակի մի քանի հարցեր կա, որ պետքա նախորդ ճշտենք։ Հեսա մեր կորպորատիվ բաժնի աշխատակցում փոխանցեմ ձեր հարցին պատասխան։ Իսկ երբ եք պլանավորում։ Ինչպես։ Երբ եք պլանավորում։ Օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում։ Լավ, հեսա փոխանցեմ։ Յա։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գործընկերուհիս փոխանցած ինչը բան։ Հա, մենք կազմակերպում ենք Ֆիլիպ Կիրկորովի այցը Հայաստան։ Ավելի շատ սպეციფიկ մի քանի հարցեր կան։ Մահճակալների երկարությունը ձեզ մոտ ինչքան է, որովհետև Ֆիլիպը բավականին բոյով է։ Բայց ինձ ինձ մոտ Երկուսը 30 է, էլի Ֆիլիպի բոյը։ 230 հասկացա։ Ես ինձ մոտ նշան ավելի հստակ ճշտեմ, որպեսզի դες Դե այդ դեպքում, հա, մի քանի ես բաներ ասեմ, որ բաներ կարող մի քիչ էքստրավագանտ թվան, հնարավոր է համարում կազմակերպել M&M's-ները ըստ գույների բաժանած։ Դա ինձ թվում է կարողանանք հնարավոր։ Չէ, մի ծիծաղեք, ես հասկանում եմ, բայց երբեմն, հա, այսինքն հնարավոր է, բայց շագանակագույնը չլինի։ Հա, իսկ ընդհանուր տրամադրվածությունը ո՞նց է, Ֆիլիպի երգերը սիրում եք։
Հա, իրականում։ Տենց առաջինը որը կգա ձեր մտքին։ Այս պահին չեմ հիշի ինչ-որ, բայց երբ հատ ալբոմներ եք։ Օգոստոսի վերջին շաբաթին։ Ну, տենց օրինակ ձեր սիրած երգը ո՞րն է։ Կտրես։ Անջատեց։